ով էր ամուսնացած, ով ամուսնացած չէր, ով էր այրի, ով այրի չէր, ով էր նոր դառել մուսուլման, որտեղ ով որ նոր էր դառել մուսուլման, գրված էր նոր մուսուլման։ Եվ կար անգամ չամուսնության հարկ կանանց համար, կուսության հարկ եւ այլն, եւ շատ կանոնամերներում հստակ նշում էր, որ եթե այս աղջիկը ամուսնանա այս շրջանում կամ եթե ամուսնանա այլ նահանգում, այդ ամուսնության հարկը որ շրջանի ֆեոդալին պետք է հասներ։ Դա արվում էր դեմոգրաֆիական խնդիրներ լուծելու համար, այ ենթադրում եմ։ Դա ինձ թվում է արվում էր դրա համար, որ ամեն ինչից փորձում էին, ամեն իրավիճակից փորձում էին հարկ գործել, Չիպոլինոյի մուլտֆիլմի նման, էլի։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության հյուրը Գեորգի Միրզաբեկյանն էր, ով պատմական գիտությունների տեխնացու է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, եւ այսօր Գեորգի հետ խոսել ենք Օսմանապարսկական պատերազմների մասին, 16-րդ դարի, 18-րդ դարի Օսմանյան կայսրության կողմից այսօրվա Անդրկովկասի կամ հարավային Կովկասի նվաճման մասին եւ նաեւ այն հարկամատյանների կամ հարկացուցակների մասին, որոնք կազմվեցին հենց Օսմանյան տիրապետության շրջանում։ Իհարկե նաեւ անդրադարձել ենք պարսկական տիրապետության շրջանին, բայց ինչն էր հետաքրքիր այստեղ հասկանալ, թե ով է ապրել այս տարածքներում, ինչպես են ապրել, ինչ են մշակել, ինչպիսի տնտեսություն են իրենք ունեցել եւ ինչպես են կայսրությունները փորձել տեղական ժողովուրդների հետ հարաբերվել տնտեսական առումով նկատի ունեմ։ Անպայման դիտեք, շատ հետաքրքիր զրույց է ստացվել, ես շատ մեծ բավականություն եմ ստացել եւ եթե դուք եք ստանաք բավականություն այս զրույցի, կարող եք մեզ օգնել Patreon-ում եւ կամ մյուս հարթակներում, Boosty-ում, Donation Alert-ում եւ նաեւ միանաք մեր Telegram-ի ալիքին, որտեղ մենք ամեն օր ինչ որ մի պատմական իրադարձության մասին տեղեկություն ենք տեղադրում։ Շնորհակալություն, որ դիտում եք, դիտեք մեր հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Գեորգի ջան, ողջույն։ Ողջույն Սուրեն ջան։ Այսօր մի հետաքրքիր թեմայի մասին ենք խոսելու, որը թվում է թե մաքուր պատմական է, բայց նաև ինչ որ նաև այսօրվա հետ կապված որոշակի աղերսներ կարող ենք բերել, նաև որոշակի քաղաքականացված խոսույթ կա այս թեմային առնչվող, բայց մի թեմա է, որին մենք մեր հաղորդման ընթացքում երբեք չենք անդրադարձել մեր շարքի ընթացքում, դա Օսմանապարսկական պատերազմներն են, ուշ միջնադար ասենք, չէ, երևի։ Այլ ասել է։ Նոր ժամանակներին մոտ ուշ միջնադարի շրջան, երբ որ Օսմանյան կայսրությունը 16-րդ դարից սկսած շարժվում է դեպի արդեն բյուզանդական կայսրությունը ամբողջությամբ յուրացնելով, մարսելուց հետո շարժվում է դեպի արևելք եւ արևելքում հանդիպում է պարսկական կայսրությանը, Սեֆյան, այն ինչ որ մենք կոչում ենք Սեֆյան կայսրություն, որտեղ Սեֆյանների ընտանիքներ իշխում այս երկրում եւ իրենք բախում են, այդ բախումները տեղի ունենում Հայաստանի տարածքում նաեւ։ Այ կուզենամ այս հենց այդտեղից սկսենք։ Ինչ է տեղի ունենում, ինչ զարգացումներ կան հիմնական, որոնք կարելի է հիշել։ Շնորհակալություն Սուրեն ջան, նախ կուզեմ ասեմ, որ շատ ուրախ եմ հյուրընկալվելու քո հեղինակած հաղորդման, իսկապես հաճելի է։ Գալով քո հարցին, ես մի փոքր նախաբանից կսկսեմ։ Խնդրեմ։ Ցույց տալու դրա կարևորությունը ընդհանրապես, ես սա կդիտարկեի որպես պայքար եւ շատ ճիշտ նշեցիր, երկու արևելքի այդ ժամանակվա երկու կայսրությունների միջև, Օսմանյան կայսրության եւ Սեֆյան Իրանի միջև, որը որ իսկապես շատ հետաքրքիր եւ կարեւոր էր, ինչով էր դա կարեւոր, շատ ճիշտ նշեցիր, որ փաստորեն Կոստանդնուպոլսի եւ այդ մարսումից հետո, այսինքն Օսմանյան կայսրությունը սկսեց իր հիմնական հաղթարշավերը կամ գրավիչ, այսինքն պատերազմները սկսեց մղել արդեն իսկ 16-րդ դարի սկզբից եւ հենց 16-րդ դարի կեսերից արդեն Օսմանյան կայսրությունը հասավ իր հզորության գագաթնակետին Սուլեյման Քանունի օրոք, կեսերի մասին է խոսքը, 1500-ական, պատկերավոր ասած օսմանցիների Շահ Աբբասն է, հա, եւ դա էլ համընկավ նրան, որ 16-րդ դարի սկզբին 1502 թվականին ստեղծվել էր Սեֆյան Իրանը եւ ինքը նույնպես նվաճողական քաղաքականությամբ, այսինքն թափ էր հավաքում եւ չէր կարող հա տրամաբանորեն, ինչպես մենք գիտենք պատմությունից, այս երկու կայսրությունները չբախվեին
Մանավանդ որ այստեղ կար նաև գաղափարական տարբերություն, բացի նվաճողական հավակնություններից, գաղափարական այն էր, որ Սեֆյան Իրանը փաստորեն շիա աշխարհի կենտրոնն էր հանդիսանում, իսկ Օսմանյան կայսրությունը նաև իդեմս սուլթաների, որոնք հետո նաև կրում էին խալիֆ կոչումը, որը նաև կրոնական առաջնորդ էր ենթադրում, իրենք սուննի էին։ Եվ փաստորեն այս կայսրությունների բախումը հենց սկսվեց 16-րդ դարի սկզբներից, հա մենք դասագրքերից էլ գիտենք Չալդրանի ճակատամարտ եւ այլն 1500 Սելիմ Ահեղ, այո, Սելիմ Յավուզ կամ Ահեղ, եւ սա պատահական չէր, եւ սա հենց այդ սկզբնավորման, ուղղակի տարբերությունն այն է, որ Օսմանյան կայսրությունը արդեն իսկ 1453-ից ինչ որ Կոստանդնուպոլիսը գրավել էին եւ ամրացրել էին ավելի երկար ժամանակ է որ ուժեղ դիրքերից էր հանդես գալիս Սեֆյան Իրանը մի քանի տարի էր որ արդեն կազմավորվել էր եւ փաստորեն բախում եղավ այս երկու կայսրությունների միջև մի քանի անգամ ճակատամարտերի տեսքով սակայն առանցքայինը կարելի է համարել կառանձնացնել 1555 թիվը սա ինչ որտեղ ջրբաժան է երկու առումով որ ոչ մենակ որ իսկապես խաղաղության պայմանագիր կնքվեց այս երկու կայսրությունների միջև հիմնարար որը այս կամ այն չափով մոտ 2 դար տարբերություն այս շարունակվեց, այլև մեզ համար, որտեղ սա էլ ընդունված է մեր պատմական տարածքների կիսումը, բաժանումը, արևելյան եւ արևմտյան հատվածը։ Երրորդ բաժանումն է փաստորեն։ Երրորդ բաժանում, այսինքն 387, 591 եւ 1555 ամասյա։ Դրանից հետո որ օսմանցիներն ու Սեֆյան Պարսկաստանը իրար միջև պատերազմում էին փոփոխակի հաջողություններով, վերջում սահմանը գծվում էր ամասյայի հաշտության պայմանագրով։ Այդ էր նաև կարևոր այս պայմանագրի։ Մի խոսքով, եւ 1555 թվական, չնայած այս պայմանագրին, ակներևեր, որ երկու կայսրությունները եւ մասնավորապես Օսմանյան կայսրությունը չէր փորձում դադար վերցնել եւ հարմար առիթի ժամանակ նա փորձեց, այսպես ասած, խախտել այս պայմանագիրը եւ ծավալվել։ Ծավալման պատճառը հետեւյալն էր, որ Սեֆյան Իրանում առասարակ ընդհանրապես Սեֆյան Իրանը մի քիչ խորթուբորտ ժամանակահատված է անցել, որտեղ շատ մեծ տարբերություն կա միջև Շահ-Աբաս եւ Շահ-Աբասից հետո, այսինքն ինքը այնքան էլ միշտ կայուն չի եղել, հա, ի տարբերություն Օսմանյան կայսրության եւ օգտվելով Օսմանյան կայսրությունը Սեֆյան Իրանի քաղաքական անկայունությունից, առայն որ որպես այդպեսին շահերկային, բայց դրանք ձևական բնույթ էին ունենում, այսինքն կենտրոնախույս ուժեր կար եւ նրանք առիթը բաց չթողեցին եւ 1578-ին սկսեցին պատերազմ լայնամասշտաբ Սեֆյան Իրանի դեմ եւ թաթերաբեմերից մեկը պատերազմական գործողությունների հենց մեր տարածքներ ընդունված ասել այսօր Կովկաս գուցե պայմանականորեն ասենք հարավային ներկայիս Կովկաս եւ հենց այստեղ Հայաստան, Վրաստան կուզեմ շեշտել նաև Նախիջևանի գործոնը, այսինքն թաթերաբեմը հենց այս շրջաններն էր, որտեղ որ կարևոր ծավալուն գործողություններ էին ընթանում։ Իրականում ինքը տևեց մոտ 12 տարի, մինչև 1590 թվականը, եւ Օսմանյան կայսրությունը այս 12 տարվա ընթացքում միշտ առաջ է գնացել, փոփոխական հաջողություն չի ասի, միշտ առաջ է գնացել, բայց կամաց, հա։ Ի վերջո 1590 թվականին կնքվեց պայմանագիրը եւ կարելի ասել, որ ոչ թե կարելի ասել այդպես էր, որ Օսմանյան կայսրությունը առաջին անգամ մուտք գործեց այսօր Կովկաս եւ գրավեց այսօր Կովկասի մեծ մասը։ Հիմա առաջ անցնելով թե ինչու նաև կարևոր է 18-րդ դարը 1720-ականները նրանով որ Օսմանյան կայսրությունը երկրորդ անգամ նվաճեց այսօր Կովկասը բայց մեր ունկնդիրները կարող են ասել բայց ինքը ինչ որտեղ նվաճել էր նաև 17-րդ դարի մեջտեղներին 1635-ին երբ որ մտավ Երևան եւ այլն այո բայց ի տարբերություն այս երկու նվաճումների Օսմանյան կայսրությանը չէր հաջողվել ամրապնդվել իսկ երկու դեպքում էլ խորհրդանշական է նա ամրապնդվեց եւ իշխանությունը պահպանեց 12 տարի, 12-ական տարի եւ 12-ական տարվա մեջ իրենք երկու անգամ էլ անցկացրեցին հարկամատյանների գրանցում։ Իսկ հարկամատյանների գրանցումը ինքն իրենով փաստում է, որ Օսմանյան կայսրությունը ամրապնդվել էր, ավելի քան ամրապնդվել էր այս տարածքներում եւ նաեւ հերահար պլաներ ուներ, այսինքն պլաներ ուներ, որ նա կպահպանի այդ տարածքները, այլ ոչ թե որպես ավարարոական տեսանկյունից կվերաբերվի։ Հա, այսինքն աշտեն ոնց որ ինստիտուցիոնալիզացրել էր իր ներկայությունը դուրս։ Երբ որ դու սկսում ես տարածքից կանոնավոր հարկեր հավաքես կամ երբ որ դու կոպիտ ասած գույկագրում ես ինչ կա այս տարածքում, նշանակում է որ դա դու քո համար ես նախատեսել եւ ոչ թե ինչպես դու նշեցիր, ավարը վերցնում ես եւ հեռանում ես, հետո այդ ավարը յուրացնում ես։ Այո, որտեղ այդ տնտեսության բարիկները, այսպես ասած, պետք է ուղղվեին Կոստանդնուպոլիս, այլ ոչ թե միայն բաշխվեին տեղի ֆեոդալներին։
Հա, եւ իհարկե այդ պատերազմների ժամանակ ես կուզենամ անպայման նշեմ, որ պատերազմները բնականաբար նաեւ աղետ էին հայկական բնակության համար, որ այդ ժամանակ այդ տարածքում էր եւ նաեւ այդ տարածքում որոշակիորեն մեծամասնություն էր կազմում դեռ միջև Շահաբասը, ճիշտ եմ պատկերացնում։ Ոչ միայն ճնշող մեծամասնությունը Երևանի նահանգում հայերն էին կազմում այդ ժամանակահատվածում հստակորեն չեն կարող ասել միջև հենց Շահաբաս կամ Շահաբասից հետո իհարկե 18-րդ դարում պատկերը մի փոքր փոխվում է, բայց մինչև 16-րդ դարը հստակ եւ սա նկատի կարելի է ունենալ, որովհետեւ հարկամատյաններից երևում է, որ լիքը դատարկված գյուղեր կար եւ դա էլ ցույց էր տրվում, որ բնականաբար այդ հարկամատյանները չէին կարող 100%-անոց, դրանք ունեն մեծ ճշգրտություն, բայց 100%-անոց չէ, ասենք մարդիկ քաշվել էին լեռներ եւ այլն, պատերազմների վերջո եւ կուզեմ հստակ նշել եւ հատուկ ընդգծել, որ այս պատերազմները հայ ժողովրդի համար իսկապես աղետ էին, թե ժողովրդագրական առումով, թե սոցիալական առումով, բոլոր առումներով, որտեղ նույն եթե 1590-ը վերցնենք, դեռ քիչ չէ, մի պահ պատկերացնենք, թե ինչ ժամանակահատված ենք մենք անցկացրել, դեռ հերիք չէ 1590-ի այս պատերազմը միջև որ կնքվեց, հետո եղավ Ջալալիների շարժումը, Օսմանյան կայսրությունը, որ էլի ասպատակություններ եղավ Արևելյան Հայաստան, հետո Շահ Աբասի, այսպես ասած, վերադարձը եւ այս տարածքների հետ խլումը Օսմանյան կայսրությունից եւ այսպես, այսինքն շարունակապես հետո Շահ Աբասին նաեւ սա իհարկե թեմայից մի քիչ եղում ենք, բայց Շահ Աբասի նահանջը, ընդ որում նահանջի ժամանակ նա նաեւ տանում է ամբողջ Երևանի, Նախիջևանի բնակչությունը եւ այսպես երբ առաջի անգամ կիրառում են ինչ որ մենք հետագայում կոչվենք այրվող հողի քաղաքականություն, երբ որ դու ոչ միայն նահանջում ես, այլ նաեւ ամբողջությամբ ոչնչացնում ես այդ տարածքը, որպեսզի քո հակառակորդը թշնամին, որ առաջ է գալիս, այնտեղ ոչ մի բան չգտնի։ Եվ դրա համար այս Շահ Աբասի իհարկե 17-րդ դարի ամենասկզբի էս հայերի տեղանությունը Իրան իհարկե տվեց փառահեղ ջուղայի համայնքը, բայց կոնկրետ Հայաստանի դեմոգրաֆիայի համար աղետ ինքն իրենով աղետ էր, իհարկե։ Մենք աղետից աղետ էինք գալարվում, գլորվում այդ ժամանակ։ Հա, հիմա գանք բանը, փաստորեն նորից ֆիքսենք, որ մի անգամ փաստացի այստեղ ամրապնդվել են իրենք 1590-ից մինչև 90-ից մինչև 1600-ական թվականներ, մինչև 3-4 թվական, մինչև այն Շահ Աբասի գաղթ։ Հա, եւ երկրորդ անգամ փաստորեն մենք մի քիչ հիմա այսպես ժամանակային թռիչ կունենանք, երկրորդ անգամ այդ Օսմանյան այդ զորեղ ներկայությունը այս տարածքում արձանագրվեց 1720-ականներին։ 23-24 23-ին ավերջատ կապված Վրաստանի հետ, Վրաստանին էր դա վերագրելի, 24-ից 28 արդեն Հայաստան, Սյունիք, Ղարաբաղ, այսինքն այդ շրջանները։ Ինչի հետ էր կապված, շատ լավ հարց էր, կախված էր ուժային վակուումի հետևանքով։ Ես այս ժամանակահատվածը կեսկատակ կեսլուրջ մի փոքր նմանեցնում եմ այսօրվա իրավիճակին, որովհետև այսօր էլ մենք ունենք տարածաշրջանային խաղացողները, որոնք որ հակասությունների եւ մրցակցության մեջ են, մի կողմից ունենք Իրանը, Թուրքիան, հա, եթե Օսմանյան կայսրությունը եւ Ռուսաստանի կայսրությունը։ Որ այն ժամանակ նոր մտնում էր, չէ՞։ Այո, Պակյան Միացյալ Նահանգները չկար կամ ինչ-որ արտատարածաշրջանային ուժ, հա։ Այո, բայց այս հենց ուժային վակուում առաջացավ, ինչ նկատի ունեմ ուժային վակուում ասելով, որ իրականում դե այս Արևելյան Հայաստանը ինքը Ամասիայի պայմանագրով եւ նաեւ Քասրե Շիրինի մյուս կարևոր պայմանագիրը 1639, չէ՞։ Այո, սա ինչ որ հանգրվան էր երկու կայսրությունների հարցերը բարձելու տեսանկյունից, քանի որ Արևելյան Հայաստանը ինքը Սեֆյան Իրանի մաս էր, Օսմանյան կայսրությունը Քասրե Շիրինից հետո մոտ 80 տարի էլի սպասեց, այսինքն բայց տեսավ, որ Սեֆյան Իրանը ինքն իրանով փլուզվում է, իսկ դրա փլուզումը իսկապես եղավ, որովհետև 1722-ին աֆղանները նվաճեցին մայրաքաղաք Սպահանը եւ կայսրությունը ուղղակի թևակողեց շատ անկայունության շրջան, հետո կան նաև ռուսական աղբյուրները, որոնք այսպես ասած հետախուզական տեղեկություններ էին իրենց տալիս, նաև Վոլինսկին, որ ասում էր, որ Սեֆյան Իրանը 1710-ականներին ինչպես ասում են, այսինքն հազիվ 15000 զորք ունենա կամ չունենա, այսինքն շատ վատ վիճակում էր գտնվում, կենտրոնախույս ուժեր, ապստամբություններ եւ այլն, եւ փաստորեն Օսմանյան կայսրությունը օգտվեց այս իրավիճակից եւ նա նորից փորձեց պահաբաց թողնել եւ գրավել այսօր Կովկասը, որ իր համար շատ կարեւոր էր։ Նաեւ հիշենք, որ արևելյան շրջանները ռուսներն էին, չէ՞, առաջ խաղացել Պետրոսի Կասպիական։ Այո, դա եղավ միաժամանակ։ Հենց ամբողջ հարցը հենց այդ է, որովհետև մենք գիտենք, որ ազատագրական շարժումներից հայերը միշտ օգնություն էին խնդրում ռուս
ռուսական կայսրից Պետրոսից, Եվ արդեն Իսրայելորու հանդիպում 1701 թվի մեկի այո օգնություն էին խնդրում, որ ռուսական կայսրը գար եւ օգներ, եւ նա ասում էր, որ ես հյուսային պատերազմով եմ զբաղված Շվեդիայով եւ չեմ կարող գալ, եւ նա փաստորեն Շվեդիայի հետ խաղաղություն կնքեց 1721-ին եւ 21-ից հետո արդեն մտածեց Կովկասի մասին։ Ամբողջը համընկավ, այո։ Եվ այդ trigger կոչվածը շարժառիթը Սեֆյան Իրանի մայրաքաղաքի անկումն էր 22-ին։ Եվ կարծեք թե պատկերավոր ասած երկու կողմն էլ, այսինքն ռուսական կայսրությունն էլ էր իսկապես մտածում, որ հենց հիմա ես վերջացնեմ ողքի հյուծիչ պատերազմը շվեդերի հետ, ես անպայման կզբաղվեմ Կովկասով, եւ Օսմանյան կայսրությունն էլ էր հասկանում, որ արդեն թուլացած է Սեֆյան Իրանը եւ պետք է պատրաստվել պատերազմի։ Եվ նրանք ավստրիացիների հետ հենց 1718-ին հաշտություն կնքեցին, որ շուտ ազատվեն եւ ձեռքերը, այսպես ասած, ազատվի եւ որպեսզի ուշադրություն դարձվի։ Եվ պատկերավոր ասած երկու կողմերը, երկու կայսրությունները այդ ժամանակահատվածում միևնույն ժամանակ մի ուղղությամբ սկսեցին մտածել եւ մենք այդ ժամանակ իհարկե ունեինք պարսկական լուծը թոթափելու ձգտումներ, սրա մասին շատ չի խոսվում, բայց հաշվի առնելով, որ պարսկական տիրապետությունը արդեն թուլացած էր եւ օսմանցիները նվաճեցին Կովկասը եւ փորձում էին գրավել զավթողական նվաճումներով, այդ պայքարը վերաճեց հակաօսմանյանի։ Այդ հալիձորը, որ ունենք, դա ոնց որ նաեւ ինչ որտեղ հակապարսկականի պատկերով վերափոխվեց հակաօսմանյանի, ինչը շատ բնական էր այդ տարածքով եւ ինչպես նշեցի, երկու կայսրությունները տարբեր ուղղություններով փորձեցին ով առաջինը հասնի եւ գրավի ողջ տարածաշրջանը։ Ռուսները Դերբենտից եւ Բաքվից եկան Դերբենտ, Աստրախան, Դերբենտ եւ Բաքվից փորձեցին առաջ շարժել, իսկ Օսմանյան կայսրությունը Թիֆլիսից սկսեցին եւ եկան հարավ, Երևան եւ այլ տարածքներ։ Այստեղ կառանձնացնեի, որ երկու կարևոր հենակետեր էին կարևոր քաղաքների տեսանկյունից Օսմանյան կայսրության համար Դիարբեքիրն ու Կարսը, որոնք միշտ ծառայել են Երևանն ու Վրաստանը նվաճելու համար։ Կարսը դեպի Թիֆլիս առաջխաղացման համար, Դիարբեքիրը Երևան։ Այսինքն Երևանի կայազորը սնվում էր Դիարբեքիրի կայազորից։ Եվ փաստորեն երկու կայսրությունները փորձում էին նվաճել այսր Կովկասը, եւ այստեղ հետարքիր բան կար, որի մասին նաև խորհրդային պատմագրություններ նշում, որ 1724-ին իրականում գաղտնի պայմանագիր էր կնքվել Օսմանյան կայսրության եւ Ռուսաստանի միջև, նրանք լեռնային ձևով բաժանել էին այսր Կովկասը երկու մասի։ Եվ որ մենք նայում ենք հետագա գործընթացներին մինչև ընդհանուր 1728 թվականը իրենք ոնց որ այդ հավատարի մնացին այդ բաժանմանը եւ պայմանականորեն Օսմանյան կայսրությունը բավարարվեց Գանձակի Գյանջայի այդ ժամանակվա այդպես էր անվանում այդ գրավմամբ եւ չփորձեց առաջ խաղացում ապահովել եւ նեյտրալ տարածքը ինչ որտեղ եղավ Շամախին բայց Օսմանյան կայսրությունը ցանկանում էր գնալ դեպի Շամախի, Բաքու եւ այլն հասնել մինչեւ Կասպից ծով բայց այո բայց այդ Գանձակով փաստորեն ավարտվեց եւ կարելի ասել որ մինչև 28 թվականը 28 թվականով 1700, այսինքն մոտ 3-4 տարվա ընթացքում Օսմանյան կայսրությանը հաջողվեց, այսինքն գրավեց, նվաճեց այս տարածքները, իսկ ռուսական կայսրությանն էլ հաջողվեց, այսինքն գրավել մինչև Շամախի ընկած տարածքները։ Հա։ Դա այսպես պատմական կոնտեքստը ներկայացրեցինք, հիմա գանք բուն թեմային հարկամատյաններին, հա, հարկացուցակ, ոնց է ճիշտ հարկացուցակ, հարկամատյան։ Հարկամատյանը մի քիչ ավելի ընդգրկուն է։ Հարկամատյանի մեջ կան հարկացուցակներ, հա։ Ինչ է դա։ Հենց շատ պարզ հարց կարող է թվարկես մի մարդու, որ զբաղվում է պրոֆեսիոնալ հարցով, բայց մեր համար ում համար դա պես բան է հանրահայտ ճշմարտություն չի, կուզենամ որ շատ այդպես պարզ լեզվով արդեն մեզ է բացատրես, թե ինչ է դա, ինչ տեսակի տեղեկություն է պարունակում, ինչի են դրանք կազմում, ով է կազմում, ինչ նպատակներով։ Շատ լավ, ընդհանրապես հարկամատյաների կազմումը ինքը նորություն չէր, չնայած որ դրանով հայտնի էր Օսմանյան կայսրությունը, բայց որքան որ գիտեմ բյուզանդական աշխարհում էլ էր դա հայտնի, ոչ այդ նույնությամբ, բայց այս կամ այն չափով, եւ Սեֆյան Իրանում էլ էր դա տարածված։ Եվ իրականում այսպես ասած չգրված օրենքով դրանք պարբերաբար բնույթ պետք է ունենային, պայմանականորեն 40 տարին մեկ կայսրությունը պետք է իր տիրապետած շրջաներում անցկացներ հարկամատյան։ Հարկամատյանները, այսինքն թարմացներ, գները, հարկերը,
մարդկանց թիվը եւ այլն եւ այլն։ Թե ինչ գույքագրեր, թե այն ինչ որ դիրապետում է տարբեր նահանգներում։ Պարզապես ի տարբերություն Սեֆյան Իրանի Օսմանյան կայսրության վարչական ապարատը միշտ ավելի լավ է աշխատել, որտեղ Օսմանյան կայսրությունը միշտ քաղաքականապես ավելի ուժեղ է եղել երկարատև կտրվածքով։ Իսկ Սեֆյան Իրանում Շահ Աբբասից հետո արդեն մի փոքր անկում էր զգալիորեն նկատվում եւ կային նաեւ այսինքն պետությունը այն դիրքերում չէր, որպեսզի զբաղվեր այդ հարցերով, որտեղ կային կենտրոնախույս ուժեր եւ ամեն մեկը, այսինքն խոչընդոտում էին դրա կազմումը։ Իսկ հարկամարտությունների կազմումը ինքը ենթադրում է վերևից ներքև շատ հստակ հրամայական, որ որևէ մեկը չփորձի շատ յուրացումներ անի, որովհետև այդ գումարը ի վերջո պետք է հասնի տվյալ պետության մայրաքաղաքի գանձարանը։ Այսինքն հարկամարտությունների կազմումը եւ դրա իրագործումը ինքնին ցույց է տալիս տվյալ կայսրության քաղաքական ամուր դիրքերը։ Հետևաբար Սեֆյան Իրանում նման երևույթներ շատ չեն արձանագրվել։ Բայց Օսմանյան այսինքն ունենալով քիչ թե շատ ամուր քաղաքական հենարան, չնայած դրան էլ կանդրադառնանք, որ մեծ հաշվով վերադառնալով այն հարցին, որ դու նշեցիր, թե ինչով էր պայմանավորված 1720-ականների նվաճումները, սա կուզեմ նշել անպայման, որ սա ոչ մենակ ուժային վակուումի պակասից էր, դա իր հերթին, այլ նաև այն, որ Օսմանյան կայսրությունում սկսվել էր ինչ որտեղ կներեք մանթրաշի կամ էլ լճացման ժամանակատված, որովհետև 1699 թվականին Կարլովիցի դաշնակրով, որ Սրբազան լիգային անդամները ուղղակի ջախջախեցին Օսմանյան կայսրությանը, սա առաջին իսկ լուրջ պարտություն էր Օսմանյան կայսրության, որ հետևանք էր Վենայի նվաճողական քաղաքականության եւ փաստորեն իրենք առաջին անգամ տարածքներ էին կորցրել։ Եվ իրենք այս տարածքների կորցնելը փորձեցին ինչ որտեղ զարգ տալ մշակույթին, տնտեսությանը, այդ ժամանակ հայտներ կակաչների շրջան, թե ուղիղ թե անուղղակի իմաստերով, համ շատ ժամանակ հոլանդական կակաչներ էին ներմուծում, համ էլ առաջին տպագրությունը իսլամական ծնվեց Օսմանյան կայսրությունում, չնայած որ հրեական եւ հայկական տպագրությունը դարեր առաջ էր արդեն կար, բայց տուրք տվեցին եւ այս ինչ որտեղ պարտությունները պարպելու համար նաեւ այս գործոնը նույնպես կար այս ոլորտում առաջ խաղացումների եւ հետեւաբար ուզում եմ բանը կոշտուժը փափուկ ուժը էին այո որպեսզի նաեւ ինչ որտեղ նույն ֆեոդալներին փորձեն բան անել սփոփեն որովհետեւ որ ըմբոստությունների ալիք չբարձրացնի եւ մի բան էլ ասեմ կարեւոր ըստիս որ այս լճացման կամ դժվարությունների առավոտյան էր ուղիղ համեմատական էր այն որ Օսմանյան կայսրությունը առաջին անգամ դեսպաններ նշանակեց Հիմա կարող ասել չկար։ Հիմա կարող ասել որն էր տարբերությունը, այն էր տարբերությունը, որ ինչ որ ձև Օսմանյան կայսրությունը իրեն աշխարհի կենտրոնն էր զգում եւ կարծում էր, որ մանավանդ իրենք Հունգարիայի կեսը գրավել էին այսօրվա, կարծում էին, թե բոլոր երկրները պետք է գան եւ դիմեն սուլթանին Կոստանդնուպոլսում։ Հիմնականում թարգմանիչներով էին բավարարվում, բայց 1720-ականներին արդեն հասկացան, որ Օսմանյան կայսրությունը սկսում է հետ մնալ եւ իրենք պետք է Օսմանյան կայսրության շահերը առաջ տանելու համար պետք են դեսպաներ Վիեննայում եւ այլ երկրներում։ Եվ այդ էր որ այդ դարը շատ կարեւոր էր Օսմանյան կայսրության համար, որովհետեւ դարասկզբում նրանք դա հասկացան եւ արդեն քայլեր ձեռնարկեցին, իսկ արդեն դարավերջին իրենք հասկացան, որ իրենք արևմուտքից կոնկրետ հետ են մնացել եւ արևմտականացման ուղղություն որտեղգրվեց, որը ասենք թանզիմաթով կամ այլ բաներով արտացոլվեց։ Բայց ինչի համար ասացի, որ Օսմանյան կայսրությունը բնականաբար, հա, համեմատած ըստ Սեֆյան Իրանից ավելի ուժեղ դիրքերից է եղել, բայց այնպես չի, որ իրենք միշտ այսքան շատ մեծ ճգնաժամեր են ունեցել եւ Բայց եւ այնպես այդ երկու անգամ էլ Օսմանյան կայսրությունը հարկամատյանների է ձեռք առել, այսինքն գրանցել, սա ավանդույթ էր իրենց մոտ, որ նոր նվաճած գրաված տարածքներում իրենք հարկամատյաներ էին անցկացնում։ Այս ավանդույթը ինքը ամրապնդվեց Կոստանդնուպոլսի գրավումից հետո 1453-ին, երբ որ գրավեցին, առաջին հարկամատյաների մասին հիշատակումներ թվագրվում են 1480-ականներին։ Հետո որ Սուլեյման Քանունի ժամանակ այդ ամբողջ 16-րդ դարում գրավում էին, ամբողջ տարածքներում Պաղեստինից մինչև այսօրվա Հունգարիայի կեսեր իրենք անցկացնում էին Բալկաններում։ Այսինքն ինչ էին այնտեղ գրանցում։ Իրենք գրանցում ֆիզիկապես ինչ էր իրենից ներկայացնում։ Դավթար էր, ինչպես այն ժամանակ էր ընդունված թե Իրանում, թե Օսմանյան կայսրությունում, դավթար էր, որ դավթարի մեջ գրանցված էր տվյալ հարկատուներին, տվյալ նահանգի, այդ վարչական բաժանումն էր նահանգ, գավառ, գավառակ, գյուղախումբ, գյուղ։ Հա, բանանք վիլայետ, հա։ Վիլայետ, լիվա կամ սանջակ,
Քազա նահիե քերե գյուղ այս բաժանումներ կար եւ հիմնականում իրենք վերցում են նահիեները այդ գյուղախմբերը մտնում էին գավառի մեջ, հա, տարբեր բաներով, բայց այստեղ էլ պետք է ասել, որ իրենք կարծեմ որքան իրենք նոր հեծանիվ չէին փորձում հորինել, այսինքն իրենք նոր նվաճված տարածքներում փորձում էին վերցնել նախորդ փորձը, ասենք Սեֆյան Իրանի փորձը կամ ինչպես Բյուզանդիան էր վարվում, այսինքն իրենք ոչ թե փորձում էին նոր հեծանիվ հորինել, այլ փորձում էին եղած կարգերը նորից աշխատացնել, որպեսզի հնարավորինս արդյունավետ այդ հավաքումը հարկերի լինի։ Հիմա նախ առաջինը մտնում էր հարկացուցակների հարկամատյանների մեջ տվյալ շրջանի կամ տվյալ գյուղի, որը որ վերցնում էին բաներին տվյալները, մասնավորապես հարկատուներին, անուն հայրանուններով, բայց միշտ անուն ժամանակ ազգանունով որպես հայրանուն, այո, անուն հայրանուն, ով էր ամուսնացած, ով ամուսնացած չէր, ով էր այրի, ով այրի չէր, ով էր նոր դառել մուսուլման, որտեղ ով որ նոր էր դառել մուսուլման, գրված էր նոր մուսուլման, որից հետո արդեն պետք է ինքը արդեն դառնալ մուսուլման, նոր մուսուլման, որից հետո անցում էր կատարվում, թե տվյալ շրջանում այդ մարդիկ ինչով են զբաղվում, տնտեսության մասին էր խոսքը, այսինքն մասնագիտություններ ա գրվում, ոչ թե մասնագիտությունները, թե տվյալ գյուղից ինչ հարկեր էր հավաքվում, եւ դա ցույց էր տալիս, թե ինչով են զբաղվում, եւ նաեւ թե այդ գյուղում ինչ կամ քաղաքում ինչ գոյություն ուներ, ասենք, չգիտեմ, ներկատներ, ջրաղացներ, սպանդանոցներ, շուկաներ եւ այլն, որոնցից փող էր գանձվում, բայց պետք է նշել, որ սովորաբար հարկամատյանից առաջ իրենք կանոնամեններ էին հրապարակում, կանոնամենը ինքը օրենսգիրքն էր, որը որ դեկլարացիան էր, թե իրենք ոնց են անցկացնելու հարկամատյանը եւ որ բնամթերքից որքան գումար են գանձելու եւ որ ամսին անգամ։ Ասենք դիցուկ օրինակ 2 ոչխարից 1 ակչե եւ այլն եւ հետեւաբար այդ ոչխարներից գանձված գումարից մենք կարողանում ենք հասկանալ, թե քանի գլուխ ոչխար էր տվյալ գյուղում կամ ասենք մարդկանցից եւ այլն։ Այսինքն այսպիսի բաներ եւ վերջում այդ թիվը գանձում էր թե ընդհանուր ինչքան որքան գումար էր գանձվում, դա հետո կարողանում ենք հասկանանք այստեղ ծորեն էին աճեցնել, չէ, այստեղ, չգիտեմ, մրգեր են, ավելի մրգատու բաներն են, այսպես բաններ մրգագործություն, հա, ոնց է դա կոչվում, պարտեզ այգեգործություն, այո, դա շատ տարածված էր Երևանի նահանգում, երևի թե ամենազարմանալին, որ սկսեցի առաջին անգամ ուսումնասիրել, դա բամբակագործությունն էր, բամբակից համարյա համատարած ամենաշատ հարկերից մեկն էր հավաքվում, իհարկե ցորենին եւ գարուն չի հասնի, իդեպ այստեղ էլ հետաքրքիր է, թե քաղաքում, թե քաղաքաբնակ, թե գյուղաբնակ շրջաններում ցորեն ու գարին, այսինքն մշակաբույսերինը դա տարածված էր։ Ուղղակի քաղաքը գյուղից տարբերվում էր ըստ հարկամատյանների նրանով, որ ասենք քաղաքում կարող էր լինել տարածված սպանդանոց, ներկատուն, շուկա, վարսավիրանոց, այսպիսի բաներ, կայազորը կարող էր կանգնացնել, գյուղերում դա չկար, բայց բոլոր դեպքերում ցորենից եւ գարուց, իդեպ սա շատ հետաքրքիր է, երբ որ մենք համեմատության մեջ ենք նայում, համեմատում ենք Օսմանյան այլ հարկամատյանների հետ, տարբեր նահանգներում, որ Օսմանյան կայսրությունը գրավել էր, զավթել էր, թե ներկայիս Թուրքիայի տարածքում, թե ասենք նույն Վրաստանում։ Եվ մենք նորից օրինակ Վրաստանի օրինակով տեսնում ենք, սա շատ կարևոր է, որ մշակաբույսերը հիմնականում ըստ տարածաշրջանի նույնն են, երկու տեղում էլ ցորեն ու գարին էր շատ տարածված, եւ հարկաչափերը սովորաբար նույնն էր։ Այսինքն այս տարածաշրջանին հատկացված էր նույն հարկաչափերը։ Այսինքն այս տարածաշրջանին, այսինքն իրենք սահմանել էին քիչ թե շատ այս կամ այն չափը, որը իհարկե ավելի բարձր էր, քան մուսուլմաներինը։ Ուզում եմ նաև այդ հավաքագրման տեխնոլոգիան հասկանամ, այսինքն կային մարդիկ, ովքեր շրջում էին ինտերնետում եւ դա գրանցում էին, հա, ճիշտ եմ հասկանում։ Թե մերոնք էին գրում ցուցակ ուղարկում վերև էլի, ուզում եմ։ Չէ, իրենք էին դավթարդարի միջոցով, այսինքն դավթար պահողի բառացի, այսինքն ֆինանսական պատասխանատուի միջոցով իրենք եւ տեղից սիփայիներից, այսինքն ֆեոդալներից բաղկացած ջոկատներով, ինչպես ասած, իրավապահ ժամանակ համակարգով գալիս են եւ տեղում հաշվառում էին, այո, ասած նշեցի, որ շատ գյուղեր կան, որ դատարկ են, բայց այդ դատարկ գյուղերից էլ ինչ որ միանավակ գումար էր նշված։
այսինքն մենք դրանից կարող ենք ենթադրել, որ դա աշխատող գյուղեր է, այսինքն եթե մարդիկ լինեին, կունենար տնտեսություն, բայց մարդիկ լքել էին այդ գյուղերը պատերազմի հետևանքով եւ այդ գյուղերը քիչ չէին։ Ես ես համատեքստում սուրեն քոթուլտվությամբ կուզեի անդրադառնալ գրատեսակներին, Ընտրեմ։ որը ինքը էլի շատ հետաքրքիր է, ինչ իմաստով, որ դավթարդար, այսինքն ֆինանսական պատասխանատուն, երբ որ գալիս է ինչ-որ փաշայի միջոցով, իրանք այդ հարկամատյանները գրառում էին հատուկ օսմանյան տառատեսակներով։ Այդ տառատեսակները Օսմանյան կայսրում շատ էր, ի տարբերություն Սեֆյան պարսկական Իրանի, բայց պարսկական Իրանում կա հիմնականում օգտագործում էր գրականության համար, գրառումների համար նասթալիկ եւ շեքիաստե ձևը, որ հենց պարսկական ձև է, եթե չեմ սխալվում, ապա Օսմանյան կայսրության գրատեսակների մեջ էլ էր սա կար, բայց հիմնականում իրենք տարբեր ժամանակահատվածներում, տարբեր կոնտենտի բովանդակության համար տարբեր գրատեսակներ էին օգտագործում եւ նասխ, նասթալիկ, շեքիաստե, դիվանի այլ տեսակար եւ սիակաթ։ Այ հարկամատյաները ֆինանսական բնույթի հարկամատյանները անցկացումը իրենք սիակաթով էին անում։ Ճիշտ եմ, ֆոնտերն են։ Ֆոնտերն են դա, բայց սիակաթը պատկերավոր ասած, շակերտավոր բժշկի ձեռակիր հիշեցնող ինքը բան է, ինչու, այո, շատ լողոզված, դժվար ընթեռնելի է եւ եթե արաբատար գիրը պատկերացնենք, առանց կետիկները չկան։ Դա նաեւ համարվում էր ծածկագիր։ Նրա համար, որ եթե անգամ գրագետ մարդու ձեռք ընկներ, նաև տեղի բնակիչների ձեռքին եւ նաև այլ պաշտոնյաների ձեռքին, իրենք չկարողանային դա կարդալ։ Այսինքն դրանք չկարողանային հասկանալ։ Դա ներքին գրագրություն էր եւ ֆինանսական հաշվետվությունները դրանք ամենաբարդ ձեռագրով են գրվել, դա սիակաթով, ասենք ֆերմաները, հրովարտակները սիակաթով երբեք չեն գրվել։ Այլ միայն ֆինանսական շատ զգայուն հարցերը եւ վերադառնալով բուն թեմային, այո, հարկամատյաները փաստորեն հարկատուների թիվը, տնտեսության թիվը, արտոնությունները, մանավանդ որ դրանք վերաբերվում են այս կամ այն գյուղին կամ ասենք, չգիտեմ, գյուղը եթե լեցուներ կամ լիքներ մուսուլմաններով կամ տեղի բնակչությամբ եւ ինչ որ խնդիր կար, համառոտագրություն կարող էր լինել, թե օսմանցիները ինչպես են այս խնդրի լուծումը տեսնում, կամ եթե ջրային խնդրի մասներ, այս գյուղը պետք է այս գյուղից վերցնի, սա ոնց է տնօրինվելու, եթե եկեղեցապատկան տարածքեր պետք է եկեղեցին տնօրիներ, այսինքն այդ իրավունքները սահմանվում էր։ Հետաքրքիր է։ Իսկ ճիշտ եմ հասկանում, տարբերակված հարկեր էին մուսուլմաններին, ոչ մուսուլմանների համար։ Հիմնականում այո, որովհետև ինչպես մենք էլ գիտենք, մուսուլմանները, ներողություն, ոչ մուսուլմանները, իդեպ հարկամատյաններում մուսուլմաններ եւ ոչ մուսուլմանները գրածված են որպես մուսուլմաններ եւ անհավատներ։ Եվ անհավատների մեջ բոլոր ոչ մուսուլմաններն են։ Այսինքն ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև կարող էին հենց դա քրիստոնյաները, բայց դու չես կարող, այսինքն դա էլ առանցին բնականաբար հետազոտության թեմա է, հույներ թե հայեր թե վրացի հրեաներն են դրա մեջ։ Այո, անհավատները գյաբրան էին կոչում, դա արաբական քաֆիր անհավատ եզրիթ ունի, գյաբրաններ, այսինքն անհավատներ, եւ առաջինը միշտ մուսուլմաններին էին գրանցում, հետո նոր անհավատներին, քրիստոնյաներին, եւ քրիստոնյաները իսփենջի հարկեր, գլխահարկեր, հողի հարկ հատուկ կար շատ բարձր իսկապես շատ բարձր համեմատած այն հարկերի հետ ինչ որ մուսուլմաններն էին տալիս, որտեղ մուսուլմանները այդ հարկը տալիս էին այն դեպքում, երբ որ նրանք հեկտարներով հող էին տիրապետում։ Իսկ հայերը անկախ նրանից թե ինչքան քառակուսի մետր էր հողը, իրենք դրանից այդքան չափի գումար էին տալիս։ Դա բավական բարձր, էլ չասած գլխահարկը եւ այլն գլխահարկը տալիս էին տղամարդիկ, բայց գլխահարկի մասին հարկամատյաներում նշված չէ, գլխահարկի մասին այլ հարկամատյաներ կար։ Սա հողահարկ, տնտեսության հարկի մասին խոսքը, այլ չասած որ անգամ քրիստոնյա ամուրիները նույնպես ավելի բարձր, ամուրիները ամուրիության համար հատուկ հարկ կար։ Եվ ամուրիները քրիստոնյա ավելի շատ բարձր հարկ էին տալիս չամուսնանալու համար, քան մուսուլման ամուրիները։ Մուսուլման ամուրիներն էլ էին։ Այո, բայց ավելի կեսով քիչ, ասենք քրիստոնյաները տալիս էին 12 ակչե, նրանք 6։ Երկար անգամ չամուսնության հարկ կանանց համար,
կուսության հարկ եւ այլն, եւ շատ կանոնամերներում հստակ նշում էր, որ եթե այս աղջիկը ամուսնանա այս շրջանում կամ եթե ամուսնանա այլ նահանգում, այդ ամուսնության հարկը որ շրջանի ֆեոդալին պետք է հասներ։ Ինքը տալիս էր այն տարածքում, որտեղ ինքը ամուսնանալ էր, բայց իր հայրը տալու էր այն շրջանը, որտեղից որ հարց է գնացել։ Դա արվում էր դեմոգրաֆիական խնդիրներ լուծելու համար, այ ենթադրում եմ։ Դա ինձ թվում է արվում էր դրա համար, որ ամեն ինչից փորձում էին, ամեն իրավիճակից փորձում էին հարկ գործել, Չիպոլինոյի մուլտֆիլմի նման, էլի։ Ճիշտ է։ Բանը դրամական հարկեր էին, թե բնամթերքով էին։ Չէ, դրամական, կային բնամթերքով կամ դրամական, բնամթերքով հարկերը հիմնականում վերագրելի է քիչ թե շատ որ ավելի հաճախ է հանդիպում եկեղեցուն վերագրել է, այսինքն ասում են որ դասանորդ եւ եկեղեցիներ էր ինքը իր հարկատուներից, եթե եկեղեցապատկան տարածքեր դասանորդով էր նաեւ շատ ժամանակ ստանում։ Այսինքն եթե եկեղեցին ինչ որտեղ ազատվում են հարկերից կամ այո, իրեն ավելի շատ նաեւ դասանորդներ վճարվում։ Էլ ինչ է տաշկիր բան, ծորեն, գարի, բամբակ, այգիներ, այո, պարտեզներ, ջրաղացներ, դու բրինձի մասին, կորեկի մասին, կտավհատի մասին։ Տաշկիր, այսինքն այնքան մտել էր բրինձը արդեն այո, ոսպը, սիսերը, բավական է տակրի։ Կարելի է նաև հասկանալ ինչ էին աճեցնում եւ ուտում, էլի։ Իսկ անասունների հետ կապված ամենաշատը ինչ խոզեր կային։ Խոզեր, օրինակ Աշոտսկի հյուսիսային շրջաններում խոզեր։ Հետաքրքիր է։ Համատարած խոզեր, օրինակ Երևանի շրջանում խոզաբուծությունը այդքան զարգացած չէր, բայց 1720-ականներին Աշոտսկում, այսօրվա Տաշիրում, այդ շրջաններում ավելի հյուսիսային Լորվա եւ Շիրակի համատարած խոզաբուծություններ։ Իդե Վրաստանում էլ էր դա հատուկ։ Բայց Վրաստանում ավելի շատ հարկեր կամ ուտում էին տավարի միսը, կովի միսը, Հայաստանում խոզ էին ուտում։ Խոզ կամ բան, կամ չգիտեմ ոչխար, հա։ Ոչխար, հա, ոչխարաբուծություն նույնպես։ Բայց հյուսիսային շրջաններում ոչխարներին փոխարինում էր խոզը, էլի։ Ինքը հիմնական կերակրատեսակն էր մսի առումով։ Հետաքրքիր է, որովհետև հիշում եմ արաբական շրջանում մի շրջանում նույնիսկ արգելվեց։ Խոզը, այո, իսկ ոչնչացրեցի խոզը, որպես կեղտ բան կենտանի, էլի իսլամի համար ոչընդունելու կենտանի։ Բայց կանես եթե երևի թե եղանակային բնությամբ էր դա իրական։ Հա, սառը տեղերում ավելի, ասենք ինքը որ յուղոտամիսը չէ երևի։ Նույն հрьяաներն էլ չեն ուտում, արաբներն էլ, այսինքն կլիմայական առանձնահատկությունները։ Հա, անապատի հետ կապված ենթադրում եմ որ հա, բնականաբար։ Դա մուսուլմանական բան է ստացել, էլի։ Բայց հрьяաներն էլ չեն ուտում։ Հա, իսկ բանը հիմա գանք փաստորեն մենք մատյանների երկու մատյան ունենք, հա, ճիշտ եմ հասկանում, երկու մատյանների խումբ ունենք 1590-ի եւ 1728-ի, ճիշտ եմ հասկանում։ Այո, եւ այդ մատյաներն էլ են։ Կատուն եմ մեր էս տարածքում Անդրկովկասում։ Հա, այո, կա 1574-ի էլ, որոնք որ վերագրելի է Վրաստանին, Գյուրջիստանի մեծ դավթարի մասին է խոսքը, որը որ հենց հետարքիր է, որ համեմատում ես հայկական դավթարի հետ, թե ասենք ինչ տարբերություններ եւ օրինաչափություններ կան, այսինքն ինքը հետարքիր է, էլի, թե Օսմանյան կայսրության քաղաքական օրինաչափությունների եւ ինչ տարբերություն կար մեր եւ վրացիների։ Ոչ թե մեր հարկատեսակները դե նման են եւ այլն, ավելի շատ հիմնական չարաշահումներն են շատ նման։ Այսինքն երբ որ եւ շատ հատուկ է, ասենք տվյալ գյուղից բոլոր տնտեսությունները ինքը գրանցված է, չէ, ասենք այսքան քանի իրենց չափան միավորը քիլոներ, բայց պայմանականորեն դա կիլոգրամի մասն է խոսքը, ասենք 800 կիլոգրամից x թվով գումար, այսքան գարուց, այսքան թվով, ու դրա հետ տակը նաև միանվագ այդ ամբողջի գումարն էր հենց նշվում, բայց որ այդ գումարը, որ այդ առանձին գումարը, այդ գումարը չի անում, շատ ավելի շատ է, բայց վերջնականը այդ համընդհանուր գումարն էր։ Հա, հետաքրքիր է, այսինքն ամեն ձևի այդ որ ասում են հարկային բաներ, ծանր հարկականություն, ճնշում բան, իրոք դա եղել է։ Իրոք եղել է, հետո իրենք ավելացել են, օրինակ 1725 թվականին, նույն Վաղարշապատ գյուղի օրինակով, նույն եկեղեցապատկան, իրենք սկզբում ավելի քիչ հարկ են սահմանել, իսկ 3 տարի հետո ծանրացրել են 9 անուն հարկով։ Սա ոչ միայն մենակ ըստից նրանով էր, որ բնակչությամբ թվով գուցե պայմանավորված լիներ, այլ այն, որ 1725-ին էր, քանի որ դա իրենք մի քանի ամիս էին, որ արդեն
այստեղ էին, իրենց այդքան վստահ գուցե չէին զգում, ավելի շատ սիրաշահելու քաղաքականություն ունեին, իսկ 28-ին արդեն դիրքերն ամրապնդվեցին եւ նրանք փորձեցին հնարավորինս ավելացնել այդ հարկերը։ Իսկ ուզում եմ հասկանամ, եթե չէին վճարում պատիժներ, բան նշված է դրա մեջ, ինչ պատիժ է։ Այո, կար դրա համար։ Հա, պատիժների, հանցագործությունների, կորած ապրանքների այդ բոլորը գույքագրվում է։ Հետաքրքիր է։ Ինչ պատկեր ենք մենք ստանում էթնիկական, էթնոդավանական այս շրջանում, եթե դատենք երկու բաներով։ Տեսեք, իրականում, ինչպես ասում եք, շատ հետաքրքիր հարց է եւ շատ ուղիղ կապ ունի մեր այսօրվա վիճակի հետ էլ։ Իրականում ժողովրդագրական առումով 16-րդ դարում ճնշող մեծամասնությունը քրիստոնյաներն էին, այսինքն հայերը, քանի որ մենք անուն հայրանուներից էլ եւ նաեւ այլ ստուգիչ, այսինքն հետազոտության առումով էլ հասկանալի է, որ դրանք իրենք հայեր են, ճնշող մեծամասնություն մոտ 63.5% հայեր են ամբողջ նահանգում ապրում, դա հաշվի առնելով որ պատերազմական գործողություններ էր, որ մինչև այդ կային տարբեր ցեղեր, մուսուլմանական մեր տարածաշրջաններում քրդական ցեղեր, այո։ Իդեպ նաև կներես բաները, այդ ավերածությունները ես քո հոդվածում որ կաշտացի, որ այդ Երևանի գրավման մասին բաները կար, չէ, որ ասում մենակ 20,000 կին եւ երեխա սպանվեց դերվեց պատերազմի ժամանակ 1500-ական 1500, ուզում ասեմ, որ այս թվերը որ մենք ունենք, պետք է հասկանանք, որ սա հսկայական զոհերից հետո մնացած թվերն են, այսինքն կարող ենք ընդդադրենք, որ սրանց ավելի շատ է եղել։ Շատ ավելի, այսինքն սրանց պետք է վերապահումով մոտենալ, իրանք ճիշտ են, ստույգ են, ինչ որ իմաստով շատ ճիշտ են, տվյալ ժամանակահատվածի համար։ Օրինակ այդ հարկամատյան առաջին, որ մենք խոսում ենք 1590-ի, հենց կանոնամեում նշվում է, որ սրա աշխատանքներն ավարտվել է 1590 թվականի նոյեմբերի 29-ին։ Եվ մոտ 2 տարի է տևել 88-ից սկսել են, ինչ որ երբ Նախիջևանը գրավեցին 1588-ից, որտեղ գլխավոր նպատակներից մեկը հենց այդ էր, հենց Նախիջևանը գրավեցին, իրենք արդեն սկսեցին համարեցին, որ գործն ավարտված է եւ սկսեցին հարկամատյաներ կազմել, այսինքն 2 տարվա մասին է, որ ինքը քիչ թե շատ ճշգրիտ պատկեր է տալիս, բայց այո, այդ առումով վերապահումով պետք է մոտենալ, որտեղ շատերը գերեվարվել էին, սպանվել էին, շատերն էլ լեռներ էին քաշվել, եւ սա հայ բնակչության հաշվին, որ այսինքն մուսուլմանները դժվար թե։ Հա, իմաստ չունեն, ու մանավանդ փաստորեն մենք ունենք առնվազն 63.5% հայեր արձանագրված ձևերով։ Հետո գիտես Սուրեն ջան, կներես, այստեղ ուրիշ բան էլ կա, առաջ ընկնելով ասեմ 18-րդ դարում լիքը նշվում է աշիրետների մասին։ Բայց 16-րդ դարում մուսուլմանների շրջանում չի նշվում աշիրետներ։ Հնարավոր է, որ այս ժամանակահատվածում պարզապես ընդունված չէր հստակ առանձնացնել աշիրետներին, բայց այս մուսուլմանների շրջանում էլ պետք է մենք նաև մտքում ունենանք աշիրետները։ Չնայած որ 18-ում մուսուլմանների շրջանում շատ ժամանակ հենց աշիրետներ են նշվում։ Սա էլ է շատ հետաքրքիր։ Եվ նաև եթե ես իհարկե ոչ մասնագետ կարծիքով, բայց եթե հայերին այս շրջանի այդ 63.5%-ին կարելի է համարել քիչ թե շատ ամուր ինքնություն ունեցող գոնե միասնականությունը գիտակցող իրենք հայ են, որովհետև պատկանում են հայ առաքելական եկեղեցուն եւ այլն, ենթադրում են, որ այդ մնացյալ բնակչությանը, մուսուլմանական բնակչությունը դժվար թե ինչ-որ միավորիչ բան ունենար։ Կարող ունեն պարսկախոս, թրքախոս, քրդախոս, չէ՞ մանավանդ այդ աշիրետները մեկը մյուսից բաժան, անջատ ճրխմբեր էին։ Շատ ճիշտ է եւ այս շարունակեմ այն միտքը, որ նշեցինք, որ քանի որ գաղափարական պայքար է եւ խոսքը երկու կողմի կրոնական տարբերությունների մասն է, ապա պատերազմական իրավիճակում ոչ միայն այս դեպքերում, այլ նաև 1630-ականներին էլ, հա, որ նվաճում էին, փորձում էին նվաճել, ամեն մեկը թե Օսմանյան, թե Սեֆյանիրյանը ուներ իր իրենց լոյալ մուսուլմանական խումբը։ Այսինքն, երբ որ ինքը գալիս էր, ինքը չէր հանդուրժում տեղում, ասենք սուննիներին կամ ասենք բերում էր իր շիաներին կամ հաշվի էր նստում տեղի մուսուլմանների հետ։ Այսինքն, իրենք ավելի շատ տեղաբնիկ չէին, հա, ինչ որ իմաստով։ Իսկ հայերը բնականաբար հաշվի առնելով, որ նաև այդքան էլ որ կորուստներ են ունեցել, բավական մեծ տոկոս էին կազմում, իսկ 18-րդ դարում արդեն պատկերը այս ճնշող մեծամասնությունը իրակի այս հանուն արդարության նաև մեծամասամբ նույն շրջաներին է վերաբերվում, բայց այստեղ տեսնում ենք, որ հայերին զուգահեռ կան նաև մուսուլմանական տարի աճ, սա կարծում եմ, որ հասկանալի է այն
ժողովրդագրական վակուումով է պայմանավորված, որ Շահ Աբբասից հետո արևելյան Հայաստանում առաջացան 100,000-ավոր հայեր քշվեցին ուղղակի։ Եվ սա պատահական որ դրա համար ասում ենք աղետ է, ասեն դեմոգրաֆիկ վիճակը փոխվեց, բայց այս դեմոգրաֆիկ իրավիճակում էլ մենք տեսնում ենք, որ հստակ նշում կա, որ այդ մարդիկ աշիրետների են վերաբերվում եւ դեպս մուսուլման ասելով իրենք չեն մասնավորեցնում։ Այդ մուսուլմանը շատ հնարավոր է լիներ պարսիկ, օսմանցի, քուրդ Հիմա որ ասում են սա ինչ որ ազգի պատկանելիություն է եղել, դեպս մերկապարանոց եւ ծաղելի է ասում, որ նաեւ մեր լսողներին ավելի པարզ դառնա, մենք քիչ sense բանով էֆեմիզմներով ենք խոսում, ոնց որ թաքնված բաներով, բայց ադրբեջանցիները պնդում են, որ իրենք այստեղ ապրել են, որ այս եղել են իրենց հողերը եւ այլն, այնինչ գիտականորեն ոչ մի հիմք չունեցող պնդում է, որովհետեւ նախ այս տարածքի մարդկանց հետ այն ժամանակ գնայր ասեիր դու ադրբեջանցի, իրենք շատ կզարմանային, որովհետև նախ իրենց ինքնությունը կապում էին ավելի շատ իրենց կլանի, ենթադրում աշիրետի խմբի, չէ, այսինքն իրենց բանի հետ, քանց թե բանի, ինչ որ մեծ ավելի ազգային պատկերացումներ ունեն, ի տարբերություն հայերի, որոնք ել եմ ասում, հայ առաքելական եկեղեցու գործոնով պայմանավորված իրանց գոնե ինչ որ ինքնության բան են անում, գումարած, որ մենք երբ որ խոսում ենք 18-րդ դարի մասին, մենք մի քանի անգամ դա շեշտեցինք, պետք է հասկանանք, որ այստեղի մեծ դեմոգրաֆիական տեղաշարժեր, այսինքն այն հայերը, որոնք կային 16-րդ դարում, կամ քշվել էին, կամ սպանվել էին, կամ կոտորվել էին, կամ ինչ որ այլ տարածքներ էին տեղափոխվել։ Բայց հայերը լեռնային մասնապես հատվածներում եւ այլն շատ կուր բնակչություն են ունեցել։ Հիմնականում աշիրետները ավելի շատ, այո, ստորոտում են գտնվել այսօրվա Արմավիրի, Արարատյան դաշտավայրի շրջանում, ներկայիս Թուրքիա, այսինքն հակառակ կողմում, այսինքն որտեղ որ իրենք հատուկ են ոչ տեղաբնիկ քոչվոր ինչ որ ցեղերին հանրույթներին, որոնք ավելի շատ մոբիլ են փորձում տեղաշարժվել։ Եվ 18-րդ դարում էլ համատարած մենք տեսնում ենք աշիրետների գոյությունը, որոնք ասենք, չգիտեմ, կուր գետից կարող էին հասնել արածացնելու համար ոչխարներին հասնել մինչև այսօրվա Տավուշի շրջաներ եւ հետ վերադառնալ։ Հիմա ասել որ այսինքն սա իրենք մոբիլ էին, հա, գործում եւ խոսքը աշիրետների մասին էր։ Հա, եւ սոցիալական վիճակից ինչ գիտենք, այսինքն հարստության չափը բան կարող ենք չափենք, ով էր ավելի բարեկեցիկ կյանքով ապրում, ով էր ավելի համեմատության մեջ, այո, համեմատության մեջ ամենահարուստ քաղաքը հենց Երևանն էր, ամենագերկենտրոնացված քաղաքն էր այն ժամանակվանից էլ, այն ժամանակվանից ամեն սկսում, այսինքն պայմանականորեն եթե Երևանից հավաքվում էր 250,000 ակ, չէ, ապա մյուս կարևոր գյուղերից գուցե ասենք մաքսիմում 70,000, շատ մեծ է տարբերությունը։ Նախիջևանը նույնպես շատ կարևոր կենտրոն էր։ Իդեպ ասեմ, որ Նախիջևանը թե իրանական Սեֆյան տիրապետության ներքո թե Օսմանյան ինքը կապված եղել Երևանի հետ։ Այսինքն վարչական միավորով Երևանն ու Նախիջևանը իրենք անբաժան են եղել։ Ռուսականի ժամանակ էր, այո, Արմյանսկի օբլաստի կամ Երևանյան գուբերնիայի կազմի մեջ։ Այո, եւ ռուսական էլ չի փորձել այդ ավանդույթները խախտել եւ եղածի փորձի հիման վրա են փորձել իր քաղաքականությունը վարել։ Այո, այսինքն Նախիջևան շատ հարուստ է եղել եւ տարբերվել է Վաղարշապատ գյուղը հենց ներկայիս Էջմիածինը, այ Վաղարշապատը, որը հենց պայմանավորված է Մայրաթորով։ Հա, մենք դրա մասին առանցին խոսենք եկեղեցու։ Բայց ինքը նույնպես տարբերվում էր իր հարկերով, բայց հիմնականում քիչ թե շատ նույն բաներն էր, բայց երբ որ մենք նայում ենք հարևան երկրին Վրաստանի դավթարները մի փոքր այնտեղ ավելի մշակույթների քանակը հարկերն ավելի բարձր էին։ Իսկ կարող ենք դա կապենք, որ չգիտեմ, սպեկուլատիվ արտահայտություն եմ իհարկե անում, որ Վրաստանում ազնվականությունը պահպանվել էր եւ ինքը մի տեսակ կարողանում էր կազմակերպել իր ամբաշխատանքները, բաներից մեր մոտ փաստացի այդ խավը չկար ազնվականների եւ գյուղացիները իրենց բանը ինքնահոս էին։ Դա ես կհամաձայնեմ, որ դա կարևոր գործոններից մեկն է իրականում, որովհետեւ որքան էլ որ իհարկե խոսենք այս թեմայից հայերի իրավունքները պաշտպանում էր եւ օրենքով դա ամրագրված էր, հա, հայոց եկեղեցին, բայց հայոց եկեղեցին ֆիզիկապես չէր կարող էլ չեմ ասում այդ արհավիրքների շրջանում բոլորին հասնել կամ ինչ որ տեղերում հարցեր լուծել եւ սա ինչ որտեղ նաեւ ինքնահոս էր դրված, իսկ հնարավոր է որ այդ չգիտեմ
գյուղերը, որոնք դատարկված են, չդատարկվեն, եթե տեղում հայկական ներկայություն լիներ, ինչպես ասենք Արցախում կային մելիքներ, որոնք իսկապես հարցեր էին լուծում եւ նրանց հետ էին հաշվի նստում, հաշվի առնելով, որ զենք չէին կրում եւ իրենցից ուժ էին ներկայացնում։ Իդեպ Արցախը լրիվ այլ թեմա է, այստեղ լրիվ հայաբնակ է։ Դա չի հարցը, բայց ուզում եմ ասել, այստեղ ինքնահոսի էր թողնված։ Եկեղեցին ինքը որքան էլ որ հովանավոր էր, բայց ինքը իրենով պաշտպանության կարիք ուներ։ Չունենք, բաստորեն միայն Արցախում ունենք իշխանական տներ, Արցախ եւ Զանգեզուր։ Եվ Սյունիքում էր, որ քիչ թե շատ է տեսանք Հալիձորը եւ Դավիթբեկ Երբանը, որ քիչ թե շատ այսինքն այո, զորք էր հավաքում եւ դրանք դիմադրության էին արժանացում։ Չնայած նույն Երևանում էլ Կարբիում էլ դեպ ասեմ, որ ի տարբերություն Թիֆլիսի, Երևանը շատ ավելի բարդ գրավեց, նվաճեցին, զավթեցին օսմանցիները, քան Թիֆլիսը։ Եվ այո, Կովկասում հիմնական ամենաբարդ ժամանակի հետ կապված ամենաբարդը եւ երկարատևը Երևանն էր։ Երևան Կարբի այդ հարակից գյուղերն էր։ Ու ինքը ամեն դեպքում մենք Թիֆլիսի վրա ենք կենտրոնում, բայց Երևանն է շատ կարևոր դիրք ուներ ստրատեգիական բոլոր պատերազմներում, չէ, երկու կողմերը փորձում էին գրավել, անպայման։ Ու ձեռքից ձեռք շատ անցավ։ Միջև Կուրիապ էլի։ Հա։ Բանը, հա, ինչի նկատի ունեի, որ այդ սոցիալական բանը, իսկ ուզում եմ հասկանամ, հայկական գյուղացին, սոցիալական պիրամիդն եմ ուզում հասկանամ, բանը, աստիճանակարգը, հայ գյուղացիները ինչ որ շրջանի, չգիտեմ, միգուցե մուսուլման, հա, ինչ որ բեկի բանի էին ենթարկվում, թե ազատ գյուղացիներ էին։ Իրականում իրենք ոչ թե ազատ գյուղացիներին, իրենք այդ հարկը մեծ հաշվով հավաքում եւ տալիս էին տվյալ ֆյոդալին, ով որ պատասխանատու էր, այսինքն նշանակված էր նշանակված պաշտոնյաներին էր տալիս։ Ոչ թե ժառանգական ինչ որ բաներ, իշխաներ էս հողերի։ Չէ, ֆյոդալի էր տրվում, բայց իրենք իրենց ներսում ընտրում էին քալանթար։ Այսինքն այստեղ էլ կար աստիճանակարգում, թե ով պետք է տեղի քրիստոնյա բնակչությունից այդ հարկը բերել, ով էր իրենց առաջնորդը, եւ սովորաբար հենց առաջնորդի անունն էլ հարկամատյանում առաջին էր նշվում։ Ով որ ղեկավարում էր այդ գյուղը, հա, իրենց այսինքն գյուղապետ էր, այսպես ասած, այսինքն ով որ ինքնակազմակերպվում էին ում գլխավորությամբ։ Բայց հիմնականում դրանք տրվում էին ֆյոդալներին եւ հատուկ տարբեր այլ հարկամատյաներով, որոնք որ հենց ֆյոդալական հողերի մասներ, տարբեր հողեր կային, զիամետներ եւ այլն, որոնք որ նշում էին, որ այդ հավաքած գումարի այսինչ չափը պետք է տրվեր ֆյոդալին, այդ ֆյոդալն էլ մնացած գումարը ուղեր, ասենք Կոստանդնուպոլիս։ Իսկ հիմա գանք այն թեմայից, որ հա ասում են կասենք չենք անդառնա եկեղեցին։ Այո։ Սա դա չէ արդիական թեմա։ Այո, շատ արդիական թեմա է հիմա եւ նաեւ Չնայած ես ինձ թվում է հայոց պատմության ընթացքում ոչ մի փուլ չկա, որ ասենք այս փուլում արդիական չի։ Եկեղեցու դերը միշտ, ասենք 4 դարից բնականաբար 4 դարից եկեղեցին այնքան ամուր նստեց մեր ամենօրյա կյանքի վրա եւ քաղաքական եւ տնտեսական առումներով նաեւ եւ մշակութային իհարկե հոգեվոր առումով, որ բոլոր թեմաներ ուսումնասիրելուց մեծ առանցին պետք է անդրադառնանք եկեղեցուն։ Հիմա այստեղ աստիճան որոշ արտոնություններ կար, հա, կամ առանձնացում էր գոնե։ Մի քիչ դրա մասին մանրամասն։ Այո, եկեղեցուն ընդհանրապես տրվում էին արտոնություններ եւ սա նույնպես նորություն չէր, եթե մի քիչ էլ խորքից գանք, նո համեմատաբար, օրինակ պարսկական տիրապետության ներքո եկեղեցին ուներ արտոնություններ, այսինքն ազատված էր լինում հարկերից եւ Սեֆյան շահերը իրենք հաշվի էին առնում եկեղեցու հեղինակությունը եւ եկեղեցուն ընկալում էին որպես նաեւ միջնորդ տվյալ փոքրամասնություն իրենց տեսանկյունից տվյալ քրիստոնյաների եւ նրանց առաջնորդի միջև, այսինքն բոլոր կարևոր հարցերը որպես այդպեսին լուծվում էին եկեղեցու միջոցով եւ եկեղեցուն էլ իրենք որոշակի հարկերից ազատում էին։ Իրականում եկեղեցու թեման իմ ամենասիրելի թեմաներից է, որովհետև այստեղ ամենաբարդ թեման է, որովհետև անկեղծ լինեմ, այնպես չի, որ միջև վերջ ինչքան կարդում եւ ուսումնասիրում ես, այդքան ուսումնասիրելու տեղ կա, բայց շատ հետաքրքիր է եւ շատ բարդ է միևնույն ժամանակ, շատ բազմաշերտ է, որովհետև կան լիքը հարկատեսակներ, կան լիքը իրավիճակներ, որտեղ որ այդ նույն գրված օրենքները, անգամ շահի հրովարտակները չէին օգնում։ Օրենքի, ինչպես ասում են, շահը շահ, բայց միջև շահի հրամանը կատարվելը պետք է շատ շերտերով դա անցներ, իսկ ներսում արդեն կար ընդդիմություն։ Բայց այսինքն ոչ ֆորմալ օրենքները ավելի լավ էին աշխատում։ Ոչ ֆորմալ, հետո որպեսզի շահի, ասենք, հրամանները ի կատարածվեն եւ օրենքի ուժ ունենայիր, դու դրա համար պետք է կաշառայիր։ Եվ պետք է
շատ մեծ փողեր մուծեիր նույն Սպահան եւ Կոստանդնուպոլիս, որպեսզի շահի հրամանը կամ սուլթանի հրամանը ի կատարածվի, որովհետեւ տեղի ֆեոդալները պարզապես չէին հաշվի նստում եւ ասում էին մենք ենք տվյալ դեպքում իշխանավորները, դու մեր հետ պետք է այդ հարցը լուծես։ Եվ ասեմ, որ եկեղեցին ընդհանրապես ինչ որ մայրաթոռը բերվեց, ասենք տեղափոխվեց արդեն 15-րդ դարի կեսերին վաղար շաբաթ, ինքը արդեն իսկ շատ դժվար, ինքը արդեն իսկ ինքնաբերաբար դժվարությունների միջով անցավ, բայց ինքը փորձում էր գոյատևել եւ իր բնականon հունը ծավալեց իր գյուղապատկան, իր վանքապատկան գյուղերի շնորհիվ։ Այսինքն կային վակֆային գյուղեր, որոնք որ նվիրատվություն էր, դրանք կոչվում էին վակֆային գյուղերը դրանք անձեռնամխել էին, սովորաբար ենթակա չէին օտարման, չնայած ժամանակ առ ժամանակ պարսից խաները փորձել են դրանք նաև տիրապետել, այսինքն գրավել, ինչու հենց այս համատեքստում չեմ ասում օսմանցիներին, կանդրադառնանք այդ թեմաներին, ուղղակի նրանք 12-ական տարի են իշխել եւ սկզբ նախբյուրների վկայություններ չկան, չնայած 1720-ականներին խնդրահարույց շատ հարցեր եղան, որոնց մասին կանդրադառնանք, բայց քանի որ Արևելյան Հայաստան պատմականորեն Պարսից տիրապետության ներքո էր, ես ցանկանում եմ մտածել, ցույց տալ, թե եկեղեցին ինչ դժվարություններ ուներ։ Եվ եկեղեցապատկան գյուղերի շնորհիվ էր ինքը նաև իր գոյությունը, իր տնտեսական հարստությունը կամ ունեցվածքը տնօրինում եւ դա էլ էր իրեն տալիս թուլացնում կամ ուժեղացնում եւ 17-րդ դարում, եթե պայմանականորեն ասել, երևի թե եկեղեցու ամենադիրքերի առումով տնտեսության ամենաուժեղ դիրքերից էր ինքը հանդես գալի, որտեղ հաշվելի է եւ Հակոբ Փափազյանն է դրա մասին գրել եւ մեր այլ հարգելի այլ պատմաբան գործընկերներ, որոնք որ մոտ հաշվում են 23 եկեղեցապատկան գյուղ է ունեցել վաղար շաբաթը մայրաթոռը եւ դա շատ կարեւոր էր եւ որպեսզի հաշվի առնենք որ այդ բոլոր գյուղերը հիմնականում մեծամասամբ հարկերից ազատված էին իրանցի իշխանավորները հարկերից ազատել էին իսկ հարկերից հիմնականում ինչից էին ազատում գլխահարկից այն իսփենջից այդ հողահարկից որ ես ասում եմ եւ դրա փոխարեն օսմանցիների դեպ նույնպես այդպես էին վարվել ինչ որ իրենց տեսանկյունից ձևական միանվագ գումար էին նշանակում, որը քիչ չէր, բայց պետք է տայր սովորաբար, բայց այդ բոլոր հարկերից հիմնականում ինքը ազատված էր եւ մեկ էլ 10-րդից, իսկ դա էլ թույլ էր տալիս եկեղեցուն, որ այդ գյուղերում ինքը հիմնական իր բերքի մասը այդ գյուղացիներից իր հպատակ ստանա եւ տնօրինի ինքը, այլ ոչ թե տա կենտրոնին Եվ այսինքն այս ավանդույթը, որ եկեղեցուն միշտ ուշադրություն են դարձել եւ հաշվի են նստել մայրաթոռից, սա Պարսից իշխանավորների կողմից բոլոր դժվարություններով եւ խոչընդոտներով հանդերձ ինքը բավական արմատացած ինստիտուտ էր։ Օսմանյան կայսրությունում էլ կար այս ինստիտուտը, ի վերջո կհիշենք, որ Միլեթի մասին այդ օրենքը ընդունվեց 1461-ին, երբ որ իրենք գրավեցին Կոստանդնուպոլիսը, բաժանվեց հունական, հրեական եւ հայկական միլետների, որոնք որ այսինքն տվյալ դեպքում խոսքը Կոստանդնուպոլսի պատրիարքի մասն էր, որը որ տվյալ դեպքում հանդես էր գալիս ոչ միայն կրոնական առաջնորդ, այլ նաև քաղաքական։ Ուզում եմ ասել, որ նույն կարգավիճակը ուներ հայոց հայրապետը Սեֆյան Իրանի տեսանկյունից, ինքը քաղաքական առաջնորդ էր նաև, եւ փաստորեն Օսմանյան կայսրությունը այդ ավանդույթը այսքան հաշվի նստեց դրա հետ, եւ երբ որ 1725-ին նրանք նվաճեցին Երևանը, նրանք հատուկ հրավարտակ ֆերման արձակեցին եկեղեցու իրավունքների հետ կապված։ Ուրեմն ինչն է այստեղ հետաքրքիր, որ օսմանցիները հարկամատյանը անցկացրել կամ վերջացրել են 1728-ին, բայց իրենք նաև մեր Մաշտոցյան մատենադարանում հենց այդ թղթերը կան, իրենք հատուկ եկեղեցու համար արտոնություններ են սահմանել, հատուկ եկեղեցու համար գրել են դեռևս 1725-ին։ Շտապել են, որ արտոնություն տալ եւ հստակեցնել, որ իրենք որ բանը, ինչպես Սեֆյան Իրանի դեպքում է, այնպես էլ մեր օգտին, եւ իրենք այստեղ նշվում է արդեն 5 գյուղի մասին, որոնք եկեղեցապատկան էին, Վաղարշապատ, Մաստարա, Օշական, Ֆրանկանոց եւ Քիրաշլու, դե այդ ամբողջ տարիների ընթացքում 23-ից պատկերացրեք մնացել էր 5-ը։
Եվ 1725-ից հետո, երբ որ 1728-ին են ամբողջ դավթարը ամբողջացել օսմանցիները, նորից եկեղեցու մասին հստակ հատուկ առանձնացրած իրավունքներ են շնորհել, արդեն վերափոխված Վաղարշապատ գյուղի արկածուցակները։ Բայց այստեղ մենք տեսնում ենք, որ նշվում է ընդամենը 3 գյուղ եկեղեցապատկան, 5-ի փոխարեն, առանց այն էլ շատ չէր։ Եվ նշվում է միայն Վաղարշապատը, Օշականն ու Մաստարան, որպես եկեղեցապատկան գյուղ։ Այն երկուսի ճակատագիրը անհայտ է։ Եվ ստացվում է, որ նրանք ընդունում էին դա, բայց միևնույն է եկեղեցին պետք է կլորիկ գումար տար արքունիքին եւ որոշակի ակցիաներ Երևանի Բերդի կայազորին, օսմանցիներին, որպես ազդեցության ճանաչում։ Բայց այս համատեքստում կուսեի հատուկ այսպես ասած կարևորել Սիմեոն Երևանցու աշխատանքը Ջամբրը, որը նա 1700-ականների վերջին է գրել, ինչու, որովհետեւ սկզբնաղբյուրներ, բայց այնուամենայնիվ առաջին մեծ աշխատանքը հենց Սիմեոն Երևանցին է արել, որ հավաքել է բոլոր ֆերմաները ի թիվս այլ հարցերի, այնտեղ ինքը փաստորեն Ջամբրում թվարկում է հայոց հայրապետների օծումները, այլ իրավունքներ, տնտեսությունները, բայց հատուկ 2 գլխով, 2-3 գլխով առանձնացնում է այն ֆերմաները, որոնք հայոց հայրապետները ստացել են Սեֆյան եւ Օսմանցի սուլթաներից եւ շահերից։ Դատան հավաքել է։ Դատան ինչ որ եղել է ձեռքի տակ, սա էլ նրա համար, որպեսի քանի որ խառնակ իրավիճակներ էր Սեֆյան Իրանում եւ մեր ներողություն ժամանակ Սեֆյան Իրան չէր Իրանում եւ Օսմանյան կայսրություններ ճգնաժամային ինչ որ փուլում, որպեսի չգիտես թե ինչ կպատահի, որպեսի ցանկացած իշխանավորի նա փորձեր այդ օրիգինալ դավթարները ցույց տալ եւ որպեսի ապացուցեր այն ինչ որ մեզ պատկանելի էր կամ հավակներ նոր գյուղերի, որոնք որ եկեղեցու ձեռքից վերցրել էին։ Այսինքն շատ բարդ իրավիճակ էր եկեղեցու համար եւ իհարկե այսպես ասած իհարկե բոլորը պաշտոնապես չէին կարող չճանաչել եկեղեցու ազդեցությունը, հեղինակությունը, արտոնություններ չտալ, բայց այնուամենայնիվ այդ արտոնությունները պետք էր նախ պաշտպանել, դա ապացուցել, խաներից եւ իշխանավորներից պաշտպանել։ Դա շատ բարդ process էր։ Չեմ այդ նորսման գայթակղությանը դիմանավ եւ չասեմ ինչպես նաեւ այսօր այս ասեցի փաստացի էլի հա եւ այս փաստացի են թեման որ այսօր նաեւ ինչ որտեղ քաղաքական դաշտ են այդվում եկեղեցուն հարկելից ինչ որ որոշ հարկերից չգիտեմ հաշտկային արտոնություններից բան այն ժամանակվանից միշտ ակտուալ է եղել ու ասեմ 1590-ում հստակ եկեղեցու մասին չի խոսվում որտեղ Վաղարշապատ գյուղի ժամանակ շատ ավելի համեստ տեսք ուներ քան 1728-ին 1728-ին Վաղարշապատ գյուղը մենակ ամբողջ նահանգի մասշտաբով ինքը ամենաշատ հարկ գանձող գյուղն էր էլի պատկերացնել համար իսկ 1590-ին հաշվի առնելով դեմ այդ ժամանակահատվածի առանձնահատկությունը շատ համեստ էր բայց միևնույն է կանոնամեում օսմանցիները որ առաջին անգամ անցկացրեցին իրենք 10-րդ գլխում իրենք հատուկ փոքր բայց հատուկ տեղ էին հատկացրել մեր հոգևորականներին իրենք Քարաբաշ էին ասում սևագլուխ այդպես էին գրել, հա, պատկերավոր ասած, եւ իրենք հատուկ նշել են, որ իրենք հոգեվորականներին ազատում են հարկերից։ Եվ նաեւ բոլոր ֆերմաներում նշվում էր հենց Վաղարշապատը, որոնք իրենք էլի պատկերավոր ասած Վաղարշապատը թարգմանել էին, տարադարձել էին, ոչ թե թարգմանել էին եւ կոչում էին Ուչքիլիսե 3 եկեղեցի, գյուղը այդպես էր կոչվում եւ միշտ Ուչքիլիսե գյուղը իր տեսանկյունից միշտ հիշատակվում էր որպես եկեղեցապատկան։ Տեքստիլ է ու բանը դու Սիմեոն Երևանցուն նշեցիր աշխատությունով ինչ աղբյուրների վրա են կոկտվում ուզում եմ հասկանալ աղբյուրների առատություն կա որտեղ են կոկտվում աղբյուրների առատությունը շատ մեծ չի բայց ի վերջո Մատենադարանում այո կան օսմանյան ձեռագրեր մանավանդ եկեղեցուն տրված հատուկ արտոնությունները թե Օսմանյան եւ էլ չասած պարսկական հրովարտակների առումով Մատենադարանը իսկապես շատ հայտնի է եւ պարսկական հրովարտակների թվով երևի ամենամեծ գանձերից մեկը հենց մեր Մատենադարանը ունի պարսկական տեսականին այդքան հարուստ չէ ամենևին հարուստ չէ համեմատած պարսկական հետ Օսմանյանը ներողություն այո բայց այնուամենայնիվ եկեղեցուն այդ տված արտոնությունները որ մենք նաեւ նշեցինք ինքը իրականում մեծ դավթարի մեջ էլ կա հենց Օսմանյան բայց
առանձին որ եկեղեցուն է տրվել, հենց պահվում է Մաշտոցյան մատենադարանում։ Հիմնական աղբյուրները իրականում Ստամբուլում են պահվում եւ կան աղբյուրներ բանավանդ 1720-ականներին, որ պահվում են Սոֆիայում, Կիրիլիում, Մեթոդիում։ Ես անցած տարի ինձ բախտ վիճակվեց այնտեղ գնալ եւ ուսումնասիրել այդ տարածքները, այդ դավթարները։ Այնտեղ հիմնականում բովանդակությունը ոչ թե հարկամատյաներին էր, իրականում բուլղարացիներն էլ իրենց մատյաները Բուլղարիայում չունեն, այլ Ստամբուլում էլի պահվում։ Նրանց Բուլղարիայում պահվող հայ ձեռագրերի այդ բովանդակությունը հիմնականում Կայազորին տրվելիք վճարումների մասին է, Կայազորի իրավունքների սահմանմանն է նվիրված, այսինքն ավելի շատ տեխնիկական բնույթի հարցեր են, որոնք էլի շատ կարևոր են, բայց հիմնականում շատ կարևորը իդեպ շատ լավ հարցեր, թե ինչ սկզբնաղբյուրներից է օգտվում, որպեսզի համալրվես, ամենակարևոր հարցերից մեկը ժողովրդագրությունն է, որովհետև հարկատուները հարկատուներ, բայց իրենք հարկատուների թիվներ, որը որ միայն 18-ից 75 տարեկան տղամարդիկ էին վճարում, բայց դու միայն ստանում ես հարկատուների թիվը, դու չես ստանում բնակչության թիվը, եւ այստեղ շատ տարընթերցումներ կան, դու այդ ընտանիքները, հա, ինչքանով պետք է բազմապատկես, որ միջինացված թիվը հասկանաս։ Օրինակ թուրքական պատմագրությունում իրենք բազմապատկում են 5-ով։ Դա ընդունված էր դեռևս 50-ականներին։ Կին 4 երեխա, հա, փաստացի։ Կին 4 երեխա դա միջինացված թվով։ Իրենք ասում էին, որ միջև ընդհանուր 9 երեխա ունենում էին, դրանցից պետք է հաշվի առնել, որ 2-3-ը կմահանային, մահանում էին, բայց միջինացված թվով ճիշտ է 5-ը քիչ կարող է թվալ, բայց ապահով է այդպես։ Հետևաբար շատ կարևոր է, որ զուգահեռաբար սկզբաղբյուրների հիշատակարանների միջոցով փորձես քիչ թե շատ հասկանալ նաև ծնդաբերության այդ տենդենսը, որպեսզի ինքդ քո համար գոնե պարզես։ Դեռևս ես չեմ հասել այն կետի, անկեղծ ասած, որ հստակորեն ասեմ, որ այսքանի միջև պետք է տեղավորվել, իհարկե նշում եմ, որ 7-ից 8 պետք է միջինացված թվով, բայց ես դեռ բավարարվում եմ հարկատուների թվով։ Այսինքն հարկատուները համեմատում եմ հարկատուների հետ, մուսուլմանների հետ, այլ ոչ թե Հասկացա, իսկ դժվար չի ընթերցել եւ մեկնաբանել այդ տեքստերը, ասի որ սիակաթը, ինչպես ասի, շատ բարդ է գրվում, տարբեր տեխնիկա է, այո։ Միշտ այսքան իդեպ ասեմ, որ դա շատ բարդ է, այսքան վարժվել ես արդեն, հա։ Մեծամասամբ պայո, որ մի քանի խմբերում էլ կա, զգում եմ, որ բավական մոտը ստացվում է, չնայած ինչքան որ ես ինձնից անդադ դժգոհում եմ, բայց այդ խնդիրը Բալկան, ասենք, պատմաբաներն էլ ունեն եւ այլն, այսինքն բոլորը, այսինքն բոլորի համար դա տանջանք է, այսինքն սիակաթ ուսումնասիրելը դա իսկապես փորձություն է, որովհետեւ դա սովորական տառատեսակով པարզ գրած չէ արաբատար, որ դու ուղղակի կարդաս քո ժամանակը անցկացնես այդ բառի իմաստը հասկանալով։ Դու պետք է նախ վերցանես, հետո նոր փորձես նախադասությունը հասկանալ, եթե པարզ ասեմ։ Մանավանդ երբ որ դա քո այդպես մայրենի լեզուն չի, ես հիշում եմ ինչքան ժամանակ եմ ստացում արխիվում մեր որոշ գործիչների ձեռագրերը վերցանելու, դրա համար ես կուզենամ կոչանեմ մեր այսպես լսարանին, եթե դուք հավակնություն ունեք, որ պատմության մեջ պետք է մտնեք, խնդրում եմ լավ մտածեք։ Այո, ընտերնելի ձեռագրով գրեք, որովհետև ապագայի պատմիչները դա ստիպված են վերցանելու։ Կան տեքստեր, որոնք դու մի ամբողջ օր ծախսում ես մի էջի վրա, որպեսզի հասկանաս ինչ է գրված, այնքան որ վատ ձեռագրեր են, իսկ պարագայում ընդհանրապես որ հերիք չի ոչ մայրենի լեզու է, հետո առանց կետերի ընդհանրապես անհնար է հասկանալ։ Հետո օսմաներենը ինքը արաբերենի եւ եթե պատկերավոր ասենք արաբերենի եւ պարսկենի խառնուրդ է թուրքական վերջավորություններով։ Այսինքն ինքը լեզուների սինթեզ է, ինքը եւ հենց որ թուրքական կողմը այսքան մտավ թուրքական հանրապետության շրջան, հա, Հակոբ Դիլաչար կամ Դիլաչարը մասներ, որ դարձ հայ ազգությամբ հայ, որ արաբատար Այբուբենից փոխան անցում կատարեց այսօրվա թուրքերենի Այբուբեն։ Այո, ժամանակակից թուրքերենի հիմնադիրն է Հակոբ Մարթայանը, իսկական անվանումը, հենց կուզեմ ասել, որ փաստորեն հենց մաքրման ամբողջ դժվարությունը այն էր, որ ինքը միայն թուրքերեն չէր, այսինքն այնտեղ դու պետք է ազատվեիր, մինչև հիմա թուրքերենը այսքան ճանապարհ է անցել, բայց պարսկական եւ արաբական փոխառություններից չի ազատվել, բայց ել չեմ ասում Օսմանյան շրջանով, որ ինքը ամբողջովին այդ լեզուն հենց կառուցվածքային առումով դրա վրա էր հիմնված, դրան էլ գումարվում է տառատեսակները, կոնտեքստը։ Շատ հետաքրքիր թեմա է, Գեորգի ջան, շատ ես որպես պատմաբան այդպես
մեծ բավականություն եմ ստանում նման թեմաներից մասին խոսելով, որտեվ իրենք մանկուր գիտական են եւ հենց այն է ինչ որ արևելագիտությունն է, էլի վերջին հաշվով հիմա մի քիչ այդպես բան պատկերացում կա, որ արևելագիտությունը, այս նորագույն արևելագիտությունը նույնպես արևելագիտություն է։ Ես կարծում եմ, այս սա է իսկական արևելագիտությունը, ժամանակակից արևելքի ուսումնասիրությունները ավելի շատ քաղաքագիտություն են, էլի, թող չնեղանան մեր գործընկերները, ովքեր զբաղվում են ժամանակակից այսպես հարցերով, մերձավոր արևելքի եւ այլն, բայց սա այն դասական արևելագիտությունն է, որը իհարկե հաճույք է, չէ՞։ Շատ ես շատ հաճույք եմ ստանում եւ բավականություն անընդհատ ափսոսում եմ որ էլի ավելի ժամանակ կարող ես հատկացնել դա տարերք է դա ավելին է քան նեղ մասնագիտությունը կամ դա տարերք է հա եւ ընդհանրապես մեր արևելագետ ընկերները միշտ ասում են որ արևելագետները առանձնահատուկ են էլի առանձնահատիկ բան ունեն այսպես մտածողության տեսակ ունեն ես միշտ վերապահումով եմ մտածել ամենայն հարգանքով ինքնակնդատապար այո մասնագիտության նաև հանդեպ, բայց սա այն ոլորտ է ինձ համար, որքան էլ հոգնած լինես եւ այլն, սա ուղղակի բավականություն, այսինքն միշտ փորձես լավացնել քո հմտությունները, աշխատես, բայց կուզեի նաև հատուկ շնորհակալություն հայտնել քեզ, ոչ միայն հրավերի համար, այլ նաև քեզպես պատմաբանի մասնագետի կողմից նման խոսքեր լսելու համար, իսկապես եւ այս զրույցն էլ եւ շատ մեծ բավականություն էր ինձ համար, որովհետեւ այս թեմայով կարելի ասել որ չէի խոսել երբևէ բացի գիտական միջանցքներից կամ նեղ շրջանակներից եւ սա շատ կարեւոր էր եւ հուսամ սա հետաքրքիր կլինի նաև մեր դիտորդ համոզված եմ ու այս մեր ոդկասթի հիմնական նպատակներից մեկը հենց դա է որ մենք հանրայնացնենք այն ինչ որ մենք անում ենք մեր գիտական աշխատությունները եւ ի վերջո մեր դաշտը նաև լցնենք որակյալ այսպես բովանդակությամբ, իսկ ես կարծում եմ, որ սա բովանդակությունը որակյալ բովանդակություն է։ Եվ վերջին հարց ունեմ, այս ավանդական հարցը, որին այնպես կամաց բերեցի այդ հարցին, ինչու զբաղվել հասարակագիտությամբ, ինչու զբաղվել պատմությամբ, արևելագիտությամբ, ինչու, որովհետև կա մի այդ մտայնություն հիմա, որ առաջնայնությունը պետք է տալ տեխնիկական, բնական գիտություններին, իրենք արագ ապահովում են արդյունք, իրենք այսպես ավելի կիրառական են եւ մի տեսակ մեր մասնագիտությունների նկատմամբ բան կա էլի, այսպես վերապահումով է մոտենում։ Առաջի հարցը ինչու պետք է զբաղվել հասարակագիտությամբ կամ պատմությամբ կամ արևելագիտությամբ եւ երկրորդը ինչի դու անձամբ որոշեցիր որ հենց դրանով պետք է զբաղվես եւ ոչ թե դառնաս ասենք քիմիկոս կամ ֆիզիկոս կամ շատ լավ ինչու պետք է զբաղվել հասարակագիտությամբ գլուխ չեմ գովասել որ ես կարող եմ ճիշտ խորհուրդ տալ ըստ իս դա նաև մարդու մտածողության դրսևորումներից մեկն է բոլորը չէ որ կարող են զբաղվել բնագիտությամբ կամ սեր ունեն դեպի դա եւ ամենևին էլ պարտադրի չի որ դու քո մասնագիտությունը ընտրես զուտ պրագմատիկ հաշվարկներից ելնելով եթե դու սեր ունես դեպի բնական գիտություններ այո բայց հասարակագիտությունը ինքը շատ կարեւոր է ես կասեի նաև պատմաբանի մասնագիտությունը ինչու հենց չեմ ուզում առանձնացնել արևելագետինը որովհետեւ կարծում եմ ներկայումս մենք խոսում ենք պատմաբանի մասին, բայց տարբեր ուղղություններով մասնագիտացած, հա, ոչ մեկ չի ասել, որ պատմաբանը չպետք է լեզուներ իմանա կամ միայն արևելագետը պետք է իմանա կամ հակառակը։ Դե մեր մեծ հաշվով խոսքը պատմաբանի մասնագիտություն։ Դե համար ես նաև ավելի լայն ասի, հասարակագետ։ Այո, ես նախորդ հարցը փորձեցի սադրել, էլի, հա, բան անել։ Դրա համար դա հոգեվիճակի է, մտածողությունը եւ մեկ էլ եթե ես ամեն դեպքում կարծում եմ, որ իսկապես եթե կարևոր խնդրով է զբաղվում չպետք է նաև չարաշահել դա, որտեվ եղել են դեպքեր, որ ասում են թե ինչ որ թեմա են վերցել անկախ ժամանակահատվածից, դա փորձել են ներկայիս հետ կապել եւ այլն, բայց ամեն դեպքում այդ թեմայի հետ կապված, երբ որ դու մասնագիտանում ես եւ այլն, ամեն դեպքում եթե դու ճիշտ ես օգտագործում քո գիտելիքը, ինքը շատ կարևոր իթիվս այլ հարցերի շատ կարևոր գործիք է, որպեսզի դու ավելի լավ պատկերացնես ներկա իրականությունը, եթե նաև պատմաբան ես, նաև քաղաքագիտության մեջ մտնես, եթե ցանկանում ես փորձել հասկանալ, որտեղ քաղաքագիտությունը համաձայնի որ առանց պատմության ուղղակի ոչինչ է։ Ինքը ամբողջությամբ պատմական նյութն է, իհարկե։ Դու կլինես ուղղակի մեկնաբան, այն էլ ոչ թերի մեկնաբան, չիմանալով թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն ինքը իրականում կարծում եմ որ մտածողությունը եւ հոգեվիճակը, այսինքն թե տվյալ մարդը նաեւ ինչպիսի մտածողություն ունի եւ ինչի վրա է ուսում ուշադրություն դարձնել։ Գալով երկրորդ հարցին, թե ինչու հենց օսմանագիտությունը եւ այս թեման կուզեմ հատուկ շնորհակալություն հայտնել երջանկայի շատակ իմ գիտական ղեկավարին Պավել Չոբայանին, սա
անկեղծ լինեմ ինքը առաջարկեց, նեսնև պապիկս էր նև այդպես բան ուզում այդ ուղությունը եւ ոնց որ պարոն Չոբայանի այդ զրույցից ես կարծես սիրահարվեցի այս ուղությանը եւ որտեվ ամենակարևորը հասկացա որ սա այն փուլն է որը ամենաբարդ ժամանակահատվածներից մեկն էր մեր բազմադարյա պատմության մեզ համար եւ ամենակարևորը դա ամենաչուսումնասիրված եւ ամենաբաց տարածքներից է այսինքն թվում է թե ուշ միջնադարը ինչպես նշեցինք ոչ ուշ միջնադարին հա եկող այսինքն հին շրջան չէ եւ այլն բայց մենք ցավոք սրտի քանի որ չենք ունեցել բավական երկար ժամանակ պետականություն մեր պատմությունը չի փաստագրվել եւ մենք շատ հատվածներից տեղեկանում ենք բնականաբար այլ հեղինակներից եւ ես փորձեցի նաեւ զբաղվել հենց Օսմանյան հարկամատյաններով որպեսզի այս ուսումնասիրությունները անկախ նրանից թե ինչ արդյունքի կհանգեիր լինեն բավական գիտահենք հիմնավորված որ հետո այլ ուժեր չասեն որ դե դուք հայ պատմագիր է գրել նա փորձել է ուռճացնել մեղմացնել այլ սա ցույց է տալիս թե հենց օսմանցիները ինչպես են արձանագրել եւ մենք տեսնում ենք որ եթե թողնենք այլ էլեմենտներ ապա հենց օսմանյան այս տեղեկատվությունը ինքը ցույց է տալիս մեր հայկական ժառանգությունը մեր հայկական ներկայությունը նաեւ եթե համատում ես պարսկական տիրապետության հետ եւ դա մենակ մեր աղբյուրների հիման վրա մեն հարստանում են յութը եւ դու ահռելի այսինքն դա նաեւ շատ փաստահենք հիմք է ճիշտ տալու նաեւ միջազգային հանրությանը որ սա մենք չենք գրել մեզ նվաճողներն են գրել հետեւաբար բնականաբար սուբյեկտիվության մասին չեն կարող ասել մեր եւ նաեւ իմ համար շատ նաեւ հետաքրքիր կարևոր թեմա է որտեվ սա մի տեսակ մեզ դուրս է բերում իշխանությունների կամ իշխողների պատմություն կոնտեքստից սա փաստացի էլի այդ առօրյա պատմության հասարակ մարդու պատմության մի մասն է, այսինքն ինչ էր աճեցնում, ինչ էր ոնց էր ինչ ընտանիքներով էին ապրում, ինչ էին օգտագործում, ինչքան հարկ էին վճարում, այսինքն այդ առօրյա պատմությունն է, որը հիմա էլի խնդրեմ ունենք մենք ի վերջո ուսումնասիրության։ Թե ինչպես են իրենց կենցաղը։ Այո, որովհետև դրա մի քանի անգամ ասել եմ հիմա էլի կուզենամ կրկնեմ, ի վերջո պատմությունը ստեղծվեց որպես հերոսների պատմություն, հետո դա դարձավ թագավորների պատմության ուսումնասիրություն, հետո դա դարձավ ազգերի պատմության ուսումնասիրություն, բայց մենք այդ ամեն ինչի տակը միշտ մոռացանք հասարակ մարդուն, որը շարժիչ ուժն էր, որը իր աշխատանքով, իր, չգիտեմ, զողություններով ի վերջո այդ պատմությունը առաջ էր տանում, եւ հիմա ես շատ այսպես խրախուսում եմ այդ առօրյա պատմության ուսումնասիրությունը, հասարակ մարդու ուսումնասիրությունը եւ սա ինձ էլ է դա դուր գալիս, երբ որ տնտեսությունն եմ ուսումնասիրում, լրիվ համաձայն եմ, որովհետեւ եթե այդ ժամանակահատվածը վերցնենք, ինչպես նշեցիր, տվյալ մարդը իր առօրյայով էր զբաղված, առօրյա կենցաղով, եւ եթե մի պահ թողնենք այդ ազատագրական շարժումները, որոնք դեռևս ուժեղ թափ չէին ստացել 19-րդ դարի երկրորդ կեսից, չէ, ապա ըստից նույն գյուղացին ինքը իր առօրյայով էր ապրում։ Այո, այսքան ընկղմված էր իր առօրյայի մեջ, ուղղակի այն բանով, որ իրան բնականաբար բացի մարդկային զոհերից, իրեն շատ ոչ ձեռնտու էր պատերազմական իրավիճակը, որովհետև ինքը իր տնտեսությունը թողնում էր, հետո էլի վերադառնում էր, բազմաթիվ դժվարություններ կային։ Եվ կարծում եմ, որ մարդիկ այո, հիմնականում իրենց առօրյայով էին զբաղվում եւ ոչ մենակ Հայաստանում։ Շնորհակալություն Գեորգի ջան։ Ես եմ շնորհակալ, Սուրեն ջան։